Վիկտորիա ջան, դու մեզ լսում ես։ Արես, բարև։ Okay, okay. Վիդեոն ստոպ։ Ստարտաբել ենք, սա գնացինք։ Եկեք այս խնդիրներից մեկու մեջով արագ լուծեմ մի քանի հատ օրինակներ, որ չմոռանանք ինչ համար ենք հավաքվել, ժողովուրդ։ Հիշում եք, չէ՞ մեր թեման որն է, ժողովուրդ։ Ուրեմն մենք նախորդ մինչև քննությունը անցել ենք նախնական պարամետրեր։ Բալեր ջան, այս նախնական պարամետրերի իմաստը գաղափարը որն է, որպես այդպիսիները ինչ է տալի մեզ։ Դες հիշու։ Դիք ջան։ Բայց որ դեպքում կարա պետք է խիպը դիմանշ փոխանցել։ Принципе, բանդերը նորակ, խանութի օբշի դեպքում ավտոբուսը մի հոգի կավ ու պետք է իրան հասնի 20 կմ։ Հա, օքեյ, այդ էլ կա։ Այսինքն բոլորին օրինակ հիմնականում, նայեք, դաշը խնդիրը գիտեք որն է։ Վիկտորիա ջան, նա այստեղ հարցը ինչի մենակ որ նախնական պարամետրը պետք չես լսում ես։ Հա, ըստ ձերն էլ է կամաց գալի, если что, ну. Televizorի ձերն է։ Օրջ։ Ահա։ Televizorն է ձերն էր։ Ահա։ Լսում ես մեզ հիմա Վիկտորիա ջան։ Ահա։ Նախնական պարամետրերի ժողովուրդ ամենահիմնական խնդիրը ինչի որ մարդեսու չգիտեմ չկա ինչ-որ մի բան որ փոխանցեն կամ եսի ինչ ես կոմենտով ժողովուրդ օրինակ եթե 99 Գուրգենի վերած օրինակով 99% դեպքերում այդ ֆունկցիան նույն պարամետրը պետք է ստանա օրինակ թեկուզ այդ տոկոս զեղչի մասը օրինակ եթե վալրջան ինչ-որ մեկին պետք է զեղչ տամ ես զեղչ անեմ իր համար հա օքեյ ախպեր 99 դեպքերում սաղին 10% է այսինքն այդ պարամետրը տիկ ջան ես կարող դնեմ 10% ու վсё տենց է թողել բայց Վիկտորիա ջան կարող է մի օրը նենց հայտնի որ օրինակ այդ կայքի տիրոջ երեխեն է խոսքի ուզում ասում է երեխուս համար կարող գնենց անեք 20 Ալեր ջան որ ես չդնեմ մի հատ if գրեմ մեջը տես հələ նայեք հələ եկեք կապրած այդ օրինակը թույն օրինակ է ստացվում հիմա նայ Վիկտորիա ջան ուրեմն մի հատ sense համակարգ ունենք կայք ունենք առևտրի կայքը պետք է հաշվենք թե ինչ գնով ենք մենք այդ մարդուն այդ ապրանքը տրամադրում ուրեմն մի հատ ֆունկցիա կգրեմ անունը կդնեմ buy գնիր այս ֆունկցիան եկեք sense անենք ուրեմն մի հատ հետաքրքիր խնդիր լուծենք հետո նոր տնայինից մեկի մեջով մի քանի հատին կանդրադառնամ հա կոնստանտ ուրեմն ունենք product ապրանքներ ունենք չէ ժողովուրդ Վիկտորիա ջան ուրեմն մեր product-ների զանգվածը քանի որ շատ product-ներ կարա կայք ունենա Իրանից ներկայացնելա լիքը օբյեկտներ Գուրգեն ջան ինչի օբյեկտներ որտեղ ամեն product-ը իր սպეციფიկ բաներն ունի էլի Վիկտորիա ջան product-ը անուն ունի Տիկ ջան product-ը գին ունի բան ունի հազար բան կա որ ես բալեր ջան հո զանգվածի մեջ չեմ պահել ստրուկտուրապես տես որպես ինժեներ դու որ նայում ես այս հարցին ախպեր սա սխալ է ուրիշ ձև ես չեմ կարա պահել ինչի զանգվածի մեջ զանգված չեմ դնել ուրեմն ենթադրենք այս մեր product-ը ունի գին 2000 Եվ ունի name, եկեք շատ ոչը խորացնենք Belie Rose Էսի սենց նու նմանատիպ ժողովուրդ ջան կարա շատ ապրանքներ ունենա եկեք մի 3 հատ սարքենք 1000 եւ 4000 ուրեմն Розовый фламинго Нужный продукт Ժողովուրդ ջան, ուրեմն ամեն ապրանք իր գինն ունի։ Հիմա հարց հարգելի ինժեներներ։ Իմ ստեղծած ստրուկտուրայով, իմ ստեղծած օբյեկտով ես բաց թողում ունեմ։ Ես չեմ կարող ոչ մի ձևով տարբերակեմ տիկ ջան, այն առաջի ապրանքը երկրորդ ապրանքից։ Այսինքն որ Չէ
Լավ մտածիր։ Չէ, օբյեկտը ինքը որպես այդպեսին Վիկտորիա ջան, նայ, պարզ է ամեն ինչ այնց են կարել, որ մեր համար հեշտ լինի աշխատելը, հա? Ինչքան այտենց բարձրացնեմ զանգվածի մեջ, եսի միջ բան, իմ գործը ինչի դժվարացնել։ Ես եմ կայք սարքողը, ես պետք է մաքսիմում ժողովուրդ անենց անեմ, որ այն խնդիրները, որ լուծել ենք զանգվածի մեջ, ժողովուրդ դա իրականում, օքեյ, պետք է գալու, տեղ կալնելու է, բայց դուք եք ծրագրավորող, դուք պետք է նենց արեք, որ ձեր գործը հեշտ լինի։ Վալեր ջան, ինչի տնեմ ես խորացնեմ մի 6 հատ իրար մեջ զանգված տնեմ, հետո գլուխս պատին նստել։ Դրա համար ես սարքել եմ ամենապրիմիտիվ ձևով։ Ունեմ զանգված, որի մեջ կան պրոդուկտներ։ Ամեն պրոդուկտ ունի գին, անուն, դե բնականաբար այնտեղ շատ պարամետրեր կարող ունենա, օրինակ չափեր կամ չգիտեմ ինչ որ խարակտերիստիկա կարող ունենա, հա, կամ նկարագրություն կարող ունենա եւ այլն։ Բայց որպես ծրագրավորող ժողովուրդ ինձ այդքան չի հետաքրքրում իր այս գեյնը կամ անունը թե ինչ է, այլ մի հատ կարևոր նյուանս։ Ես որպես ծրագրավորող մի ձև կա, որ ես կարամ տարբերակեմ իրենց։ Ես էդի օբյեկտի մեջ նշեմ, բաց եմ թողել։ Ինչ է պետք է, Ստիկ ջան, որ ես ուզում եմ ասեմ, որ օրինակ որպես կլինտ ես ապրանք ուզում եմ առնեմ, քեզի անունը հերիք է, անունը կարա կրկնվի։ Հա? ID, ապրես։ Այսինքն յուրաքանչյուր ապրես, մի պասպորտը թող, պասպորտը որ վերցնում են, հիշում եք, բացացում եք, երկու հատ նույն անուն ազգանունով մարդ կարա լի, բայց այդ նույն պասպորտի սերիայով մարդ անհնար է լինի, ժողովուրդ, հա? Դրա համար եկեք, եթե սարքած չէ։ Հիմա ID-ն 1 հերթականությամբ գնում է։ ID-ն 2, ID-ն 3։ Վիկտորիա ջան, համաձայն ես։ Ահա, հիմա մեր պրոդուկտների զանգված ունենք։ Ժողովուրդ ջան, ինչ որ մեկը երբ որ ասում է ես ուզում եմ գնեմ ինչ որ ապրանք։ Վալեր ջան, հիմա ինչ որ ապրանքը կասեմ, որն է հարգելիս։ Ասում եմ, «Էս ինչ, համարով պրոդուկտը»։ Էդի հո յուզերը չի ասում, էդի ծրագրավորողն է տակից կազմակերպում, որ օրինակ այն Wildberries-ում օրինակ որ ինչ որ կնոպկի եք սխմում, եկեք ավելի կոնկրետ օրինակով ասեմ։ Երբ որ օրինակ քլիկ եմ անում կոնկրետ ինչ որ բանի պրոդուկտի էս կուպիծի վրա, ուր է այդ անտեր, հեսա բացի։ Ահա, ժողովուրդ ջան, օրինակ ես զիմնի մասկ եմ որ առնեմ, ըստեղ տեսեք կարզինա ավելացնել։ Հիմա ես սրան որ սխմեցի, այս ինչքան ապուշ հարցվել արի չկա։ Ահա, սխմեցի ես կնոպկին։ Ժողովուրդ, հո ինքը այս անունով պրոդուկտը չավելացրեց։ Ինքը իր կարզինայում ավելացրեց ինչ որ ID-ով պրոդուկտ։ Կարևորը ստեղ այդ անունը, գինը եւ այլն, էդի պրոստը հետա եկող մանունքներ է, ասենց ասեմ, մեր տեսանկյունից ժողովուրդ, դա իմ համար մանունք է։ Այսինքն, Վալեր ջան, քո ֆունկցիան, որը որ գնելու համար է նախատեսված, ինքը պետք է ընդունի այդ տարբերվող ունիկալնի ID։ Կսպասեմ ըստեղ product։ Նայ, այս օրինակի դեպքում աշխատում Վիկտորիա ջան, հա, այսինքն տես օրինակ ես երբ որ մենք խանութի ծրագիր ենք գրում, խանութի ծրագիր գրելուց ես պարտավոր եմ, չէ, հիմա ասեմ կոպիտ ասած, թե որն եմ ես գնում։ Հիմա օրինակ տես, յուզերը չի հասկանում բնականաբար ինչ է տակից կատարում, բայց երբ որ դու սխմեցիր կարզինը, դու փոխանցեցիր այդ product-ի ID-ն։ Հա, ինչ որ ֆունկցիա կանչեցիր Վիկտորիա ջան, որ այս հազարավոր պրոդուկտների մեջից դու տարբերեմ ես անձամբ, չգիտեմ, որպես ծրագրավորող, նենց եմ նախատեսում, որ ես տարբերակեմ, որն ես դու ուզում գնես։ Հիմա այս մարդը ամեն հատը Վիկտորիա ջան, իմ համար, նո նայ, տարբեր է, նայած ոնց են նախագծը։ Կա երկու բան։ Դու եթե ապրանքի տեսակին ես ID տալի Վիկտորիա ջան, այսինքն դու եթե տեսակ հասկացաք Վիկտորիայի ասած հարցը որն է, եթե պահեստում 3000 հատ ունեցար, 3000-ն է ամեն մեկը մի հատ ID անեն, սովորաբար հա, իհարկե, չէ որ շտրիխ կոդ կոչված է, ժողովուրդ ջան, շտրիխ կոդը ամեն ապրանքի համար է առանձին։ Նես չի խոսքի գրեշկա, ուրեմն всё գրեշկա։ Դետի տենց չի, չէ՞։ Ամեն մեկը իրանն ունի։ Վիկտորիա ջան, արի պատկերացնենք, որ այստեղ քանակություն, հասկացողություն չկա, մի հատ ամեն ինչից։ Թե չէ մեր խնդիրը ավելի կբարդանա, հա։ Հիմա տեսեք, հաշվենք, որ ամեն ապրանքի տեսակից մենք ունենք մեկ հատ։ Ու այս ID-ն հենց ապրանքի տեսակի ID-ն է։ Հիմա հարգելիներս։ Այս ֆունկցիան ինչ որ մի խելոք կանչում է։
Այս ֆունկցիան որ կանչում է, պետք է պարտադիր ինչ անի, ժողովուրդ, հիմա ես սխալ եմ արի, ես պարտավոր փոխանցել։ Հիմա ենթադրենք, եկեք ասեմ 2 ID-ով ապրանքը առնում եմ։ Հա, փոխանցեցի 2։ Ահա։ Բայց չկա երկու։ Ջան։ Հենց դեպքերով ես կանչել։ Հələ պրոստը ֆունկցիային եմ փոխանցել լոգ եմ արել։ Երկուսը փոխանցել։ Իհարկե, ինչ փոխանցեմ, դա լոգ անել, եկեք պրոստը տես նախնական տեղեցի ինչը։ Ահա, հələ գնանք հստա տեղել է։ Ահա, օքեյ։ Երկուսը աշկից դեմնա, ըստեղ ա եղել ֆունկցիայի ներսում։ Վալեր ջան, այս product ID կոչեցյալը ֆունկցիայից դուրս ըստեղ կարամ կոնսոլ լոգ անեմ նայեմ։ Հա? Հա, ֆունկցիայից դուրս էլի, ըստեղ էլի։ Անչի։ Ֆունկցիայի տեսանելիության տիրույթից դուրս չկա, չի տենում։ Այդ նույնն է, որ ասեմ if-ի ներսում, եթե մի հատ let ունենաս, let a, ասեմ կարաս դուսը կոնսոլ լոգ անես, իհարկե չես կարող, Վալեր ջան, որտեվ ես let-ան, այս բլոկի ներսում է։ Վիկտորիա ջան, դու էլ չշփոթես այս մասը, ժողովուրդ, տեսեք ինչ է կատարում։ Այս որ դուք գրում եք այստեղ product ID, դիք ջան, էսի համարժեք է կոպիտ ասած, որ ես հաշվեկեսի ստեղ չեմ գրել, գրեմ let, ներսում նայ Վալեր ջան, էսի համարժեք կոդ եմ գրում, let, ես իմ ինչը հավասար է ինչ-որ բան։ Այս նույնը կատարում է այս փակագծերի ներսում։ Okay, փակագծերի ներսում է կատարվում, մենք իրականում չենք տեսնում ինչա, ոնց է եւ այլն, ամեն ինչը տակից գծած սարքած է։ Okay, հիմա դե բնականաբար արդեն չեմ կարող ամեն անգամ ֆունկցիան կանչվելու ստիկ ջան, ստեղծվում է մի հատ նոր product ID անունով փոփոխական, որը որ մենակ այդ ֆունկցիայի համար։ Չէ, հələ եկեք հասկանամ, արի հələ հասկանամ ես զանգված ունեմ։ Զանգվածի մեջից նախ Գուրգեն ջան, պետք է գտնեմ էդի։ Ապրես։ Վալեր ջան, պետք է գտնենք այդ ապրանքը։ Եկա հսկա հազարավոր ապրանքների մեջից Վիկտորիա ջան, դե գնա ու գտի էսի որ մեկն է, չէ։ Ամենակարճ ձևով գրում ենք for let product, ահա, product of products, չէ։ Ահա։ Հիմա հարց։ Այդ ոնց եղավ, որ product-ը այս խի product ֆունկցիայի մեջ ես products չունեմ, ժողովուրդ։ Ես խի վերևին տեսանելություն ունեմ։ Ֆունկցիան միշտ, ֆունկցիան կլինի, if-ը կլինի, ով ուզում է ալնի, իրանից վերև բոլորին է տեսնում է։ Քանի որ էսի դու հանը դրել ես դուրսը, ով ուզի կտենա ժողովուրդ։ Լավ, okay։ Մեզ ինչն էր հետաքրքիր, Վալեր ջան։ Product-ի ID, չէ՞։ Ահա, product-ի ID, ահա։ Գնանք մի հատ տենանք այս մեր ցիկլը հաստատ սա okay է, okay չի։ Всё, տեսեք սա product-ների ID-ները ես արդեն ստանում եմ, չէ՞։ Ահա։ 1 2 3 ճիշտ է աշխատում է։ Հիմա եթե իմ product-ի ID հավասար է ֆունկցիային ապրես պարամետրով փոխանցված product-ի ID-ին, Վալեր ջան, ես այստեղ ինչի իրավունք չունեմ ֆիքսված գրեմ 2 կամ 3, որտեվ ես ֆունկցիաս այնպես պետք է գրեմ, որ լյուբոյ product-ի համար աշխատի։ Հա? Ահա։ Հիմա ես հիմա մի հատ խնդրի առաջ ձեզ կկանգնեցնեմ ստեղ բնականաբար, որպեսզի Վալեր ջան, այստեղ խնդիրը այն է, որ նախ product-ի ID-ով պետք է գտնեմ ես զանգվածի մեջից այդ օբյեկտը, հա, սկզբի համար գտնեմ այդ օբյեկտը, որ չգիտեմ, alert անեմ, շնորհավորում եմ դուք գնեցիք այդ product-ի անունը ցույց տանք, օրինակ ասենք, շնորհավորում ենք դուք գնեցիք Belia Rose։ Okay։ Հիմա Օպանա, այստեղ չէ, Գուրգեն ջան։ Հիմա անունն եմ ուզում տենեմ, ես ռետուրնալը։ Չեմ ուզում ֆունկցիաս ռետուրն անի, որտեղ ֆունկցիաս հələ գործ ունի անելու։ Հա, ֆունկցիաս հələ գործ ունի անելու ստեղ։ Ինքը որ ռետուրն արեց, ֆունկցիայի գործը բրծնում է։ Բայց հələ այս for-ի տակ, ստեղ հələ դուլի, ինքը լոգիկա ունես գրել։ Հա, okay։ Հիմա գտել եմ, ինչ անեմ։ Լավ, մի հատ կոնսոլ լոգով տպեցի։ Միջև պահենք, մի բանի համաձայն։ Վիկտորիա ջան, մի հատ կոնսոլ լոգ անենք, տենանք հաստատ գտել ենք այս product-ը։ Եթե կոնսոլ լոգս 2 անգամ աշխատեց, ուրեմն հաստատ մի բան նիդոյ է։ Այնտեղ երկուս էի փոխանցել։ Էս իմ 2 ID-ով օբյեկտը չի։ Գտա, իհարկե, շատ պարզ primitive if-ի միջոցով ես կարողացա գտնել իմ product-ը։ Break պետք է այստեղ ինձ։
Ինչի՞։ Եթե մի հատ գտել ցիկլը։ Հա, ցիկլը թող կանգնի, ցիկլը ինձ պետք էլ չի։ Եվ Վիկտորիա ջան, 8000 հատ պրոդուկտ կա, եթե օրինակ 100-րդը իմ ուզած նայել ինչի ես ընկնեմ, մնացածը ստուգեմ ինչ անեմ։ Ռեյսը լավ։ Հա, ֆունկցիա, ասում եմ, ահա, հոп, այստեղ մի րոպե։ Վիկտորիա ջան, ես գրել եմ ֆունկցիա, որը որ ամեն կանչելուց 0-ից աշխատելու է, 0-ից։ Ես ո մի անգամյա կոդ չեմ գրել։ Հա, բա ինձ հետ էլ պետք է, իմ ինչին է պետք։ Դու մի հատիկ ID ես, չէ՞ ինձ տվել։ Ահա, ահա, ես գրել եմ, ահա, հիմա նայ։ Հիշում ես, որ ասում էի ֆունկցիայի սաղ իմաստը ու գաղափարը, այ նայ, եթե Վիկտորիա ջան, մենք էսի գրած չլնեինք ֆունկցիաների միջոցով, այլ մեր այն հին իմացած ձևով, ճիշտ ես ասում, ամեն անգամ նույն ֆունկցիան պետք է հետևից վազելով գրել։ Բայց քանի որ մենք արդեն ունենք ֆունկցիա, հիշում ես, որ օրինակ էի բերում, ասում էի, որ օրինակ հեռախոսից կողքի անջատել միացնելու կնոպկին ես սխմում, հոցարագրավորողը վազելով չի գալի, տակի շուշուտ լոգիկան գրում, որ աշխատի։ Մի անգամ գրել է, չէ՞ Վիկտորիա ջան, ամեն անգամ ամեն կանչելուց ինքը լրիվ 0-ից սկսում է աշխատել։ Նայ, օրինակ, սենց ասեմ, դու ամեն օր քո օրը սկսում է նույն ֆունկցիաներով։ Այսպես արեք, բան անենք, սահմանենք, հա։ Ես ամեն առավոտ արթնանում եմ, սուրճ եմ խմում, գնում եմ աշխատանքի նորից։ Հաջորդ առավոտ նորից սուրճ եմ խմում, գնում այդ նույնն է, որ Վիկտորիա ջան, տես ֆունկցիան է, չէ՞ իմ կյանքի։ Ես դա ամեն օր անում եմ 0-ից, նես չի։ Առավոտ հաջորդ օրը զարտելու եմ, տենամ կոֆեի բաժակը դրած արդեն խմած, ասեմ, հալա դե 3 խմել եմ։ Դա տես չի լինում, չէ՞։ Դու տես մեկը նորից անելու ես այդ գործողությունը, չէ՞։ Նույնն էլ ֆունկցիան է, Վիկտորիա ջան։ Ֆունկցիան ասում է, հարգելիս, ասում է, դու ինձ մի անգամ գրի, ինչքան ուզում ես կանչի, ասում է, ես ամեն անգամ, Վիկտորիա ջան, ասում է, կգամ։ Այդ նույն ֆորը 0-ից կսկսեմ, 0-ից։ Այս բրեյքը վերաբերում է ապրես, այս բրեյքը վերաբերում է մենակ կոնկրետ այդ կանչի համար։ 1000 անգամ կանչես, 1000 անգամն էլ այդ նույն ֆորը կաշխատի, այդ նույն բրեյքը կաշխատի, այսինքն ես գրել եմ մի բան, որը որ անդադար նորից կաշխատի, անդադար չէ, ինչքան որ կանչի։ Հա? Okay։ Հիմա նայ Վիկտորիա ջան, 3 անգամ կանչել եմ։ 3 անգամ է ես console log-ում պետք է գտնեմ իմ console log-ը։ Այս առաջի կանչս 2 ID-ով, երկրորդ կանչս 3 ID-ով եւ 1 ID-ով կանչս։ Okay։ Ահա, լավ։ Գուրգենը առաջարկում է, ասում է, okay, բրեյքը գրել եք, ասում է, ախպեր, բա խի մի տե չպահի։ Բալոր ջան, եթե ես console log-ով թողեմ, ումն է պետք է լին ֆորը։ Հա? Հենց իր console log-ը չէր պետք։ Վիկտորիա ջան, console log-ը դրել է ինքան որ տենա, աշխատում է, if-ըս թե չէ։ Ես վերևը մի հատ բան խայտարեմ։ Աբրս։ Աբր չեն կա, Այո։ ներկայացնա։ Let ուղակի գրում եմ ֆունկցիայի մեջ, չէ՞ ժողովուրդ, ինչի ֆունկցիայից դուրս չեմ գրում, Վալոր ջան ես։ Ես սաղին հասանելի կլինի, կարող Նախ սաղին հասանելի կլինի, օգտագործելուց է եկ- պարամետրի երկրորդ պլյուսը ասեք, լերսը գրելու։ մենակ ֆունկցիայի համար կարասկետաբու։ Ամեն անգամ ինքը նորից կհայտարարի։ Թե չտես նայ, տեսեք ես թեկուզ ես կոֆեի օրինակով։ Վիկտորիա ջան, եթե ես, լավ, եկեք սենց օրինակս բերեմ։ Տիկ, ըստեղ գրում եմ let պրոտ, լավ, եկեք կարճ գրեմ, պրոտ։ Դատարկ փոփոխական եմ հայտարարում։ Նախնական արժեքը իրա ինչա, Վալեր ջան։ Համի որ գրեմ console.log prod, ինչ կտպի console-ում։ Հեշտ բան չկա JavaScript-ում։ Undefined։ Okay, հա։ Ժողովուրդ ջան, JavaScript-ում կա undefined, լրիվ համաձայն եմ։ Հայտարարված, բայց արժեք չվերագրված փոփոխականը տալու է undefined։ Ես երբ կարամ Վալեր ջան սրան արժեք տամ։ If-ի մեջ, չէ՞։ Եթե գտել եմ, ասեմ, այդ prod-ը հավասար է product-ի։ Չենք հասկացել։ Ահա, հիմա նայեք։ Ինչ սրա օբյեկտ եմ մեջը պահելու։
Նայ Վիկտորիա ջան, ես պարտադիր չի ես միշտ ինչ որ փոփոխականի նախնական արժեք տամ։ Ես պարտավոր չեմ տանել։ Ահա, հիմա նայ։ Կարա ես գտնելուց ըստեղ հայտարարեի ես փոփոխականը, ժողովուրդ ջան։ Նայեք, product կոչվածը ցիկլից դուրս Վիկտորիա ջան, հասանելի է թե չէ։ Ստեղ կարամ գրեմ կոնսոլով product։ Ջոկովի մեջ է ասում։ Այո, ֆորմի չասանելի է product։ Հա, տեսա։ Ստեղ չեմ կարա գրեմ կոնսոլով product։ Չէ, այդտեղ կա։ Հա, չէ, բայց այն ներքևի այդ ինչը։ for-ից դուրս։ Չէ, product-ը if-ից դուրս կա։ Մենք գրենք, եթե if-ի մեջ է հայտարարում ես։ Եթե if-ի մեջ հայտարարես իհարկե ոչ։ Ահա։ Այս դրա է։ Չէ։ Վիկտորիա ջան, ոչ product-ը կարամ for-ից դուրս օգտագործեմ, ոչ էլ, չէ։ Բայց հիմա պատկերացրեք sense մի հատ սիտուացիա, մոռացեք ծրագրավորումը։ Հիմա մտել ենք իրար հետ գողություն անելու։ Մեկը դուրսն է կայնում, ես եմ մտնում եմ տանելու։ Հիմա նայեք, ես եթե ապրանքը գտել եմ, եթե դուրսը ես մարդ չունենամ, ժողովուրդ, եթե ես դուրսը մարդ չունենամ, այդ ապրանքը պետք է շուտ գցեմ, դուրսը որ կայնած ավ եկալ փախտ ախպեր, թե ես փախտեմ, թե դուրս չեմ գա, ամեն դեպքում ասում բռնվելուց մի հոգի բռնեմ։ Հիմա նայ Վիկտորիա ջան, ես մտել եմ այդ տուն թալանելու, ապրանքը վերցրել եմ, հիմա ուզում եմ ես ինքս դուրս գամ։ Ախպեր այդ պահին բռնում եմ։ Ժողովուրդ, պետք է դուք այդ պահին ձեր ձեռից դուրս շպրտեք։ Դուսը մարդ պետք է ունենաք, որ այդ ապրանքը բռնի, որ գողոնը պետք է բռնի։ Okay։ Հիմա նայ Վիկտորիա ջան, if-ի միջոցով ցիկլի մեջ, նայ ցիկլի մեջ, ես գտել եմ գողոնը, բայց դուսը մարդ չունեմ, որ տամ ձեռը ասեմ ախպեր, եկալ փախի։ Հազիվ բռնել եմ, հազիվ գտել եմ։ Հա, կամ ձուկ եք բռնում հիմի։ Ձուկը որ հանիր, լավ, հիմի ինչ անես, ախպեր, նա վեդրո չունենաս, որ գցես մեջը։ Նորից հետ գցեմ ջրի մեջ։ Վիկտորիա ջան, սա մեր լիճն է։ Քնա բան։ Մի որ օրինակ վերևը տանք այդ փոփոխականին արժեքը 0 կամ 0 կամ ինչ որ Ոչ մի բան ձեթով։ Պրոստը իմաստ չեմ տենում ինչ որ բան իրան տալու, Հա, հետո մի հատ է փոխելու։ Ինչի նախնական արա, եկան գրեմ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, մեկա փոխելու եմ Գուրգեն ջան իր արժեք։ Էդ ինձի պետք է չի։ Հա? Ահա։ Հիմա նայ Վիկտորիա ջան, սա լիճն է։ Եթե ես լճից ինչ որ մի բան գտել եմ հազիվ, ձուկ եմ բռնել, պրոդուկտին բռնել եմ։ Հիմա եթե ես դուսը վեդրո դրած չլնեմ, նորից հետ եմ գցելու ջրի մեջ։ Մի հատ վեդրո է ապետ, լեդ վեդրոն հավասար է, լեդ վեդրո, դատարկ վեդրո է։ Ժողովուրդ ուզում եք 0 դնեմ, ըհը, դատարկ վեդրո, հավասար է 0, ըհը։ Հիմա ես վեդրոյի մեջ, հենց գտա, չէ, if-ի մեջ չեմ բռնել այդ ձկանը, ըհը։ Մի անգամից ոչ այս կողմ, ոչ այն կողմ, վեդրոյին վերագրում եմ պրոդուկտը, որ ժողովուրդ ջան, ցիկլս ավարտվելու է, բրեյք անելու, թե ինչ անելու։ Այդ տիկ ջան, այդ փոփոխականը հազիվ ձեռից տակ է։ Ես այս պահը փուստ տվի, всё, ախպեր, գնալու եք որ ես ստիպված նորից ֆորը պետք է ֆռամ, որ նորից գտնեմ։ Հա? Վիկտորիա ջան, մի հատ ցիկլի դե վատ է դա, մի հատ շանս ունես։ Օգտագործիր շանսը, փոփոխականդ կպահես, Վալեր ջան, չօգտագործիր գնաց կորա։ Այ ապրես, տպում էր Վիկտորիա ջան, բայց կոնսոլ լոգը ում է հետաքրքիր։ Կոնսոլ լոգը զուտ նրա համար է ինքա որ մի բան տպես տենաս, մինչև այդ կոդը հասնում է թե չի հասնում։ Կամ այդ if-ի մեջ մտնում է կոդը թե չի։ Կոնսոլ լոգը ում է հետաքրքիր ես կյանքում, ոչ մեկին։ Պրոյեկտը հանձնելուց առաջ սա կոնսոլ լոգերը ջնջում ես։ Կոնսոլ լոգը զուտ հիշեք։ Գտես դա, ես դաժե գրեցի ու այդ պահին է ջնջեցի կոնսոլ լոգից։ Ես չեմ թողում կոնսոլ լոգ կոդի մեջ, հա? Որտեվ դա ուղղակի այդ պահին ինչ որ մի բան վիզուալ աշկտտենա ինչի հետ գործ ունես, անցնես առաջ։ Okay։ Վիկտորիա ջան, հաստատ պատկերացրել ես այս մասը։ Եթե ես վերևում բան չունեի, ժողովուրդ ջան, խնդիրը ստեղ, ասեմ, կախված է միայն ու միայն տեսանելիության տիրույթների հետ։ Վիկտորիա ջան, եթե ես տեսանելիության տիրույթի խնդիր չունենայի, ես ասես պատմություն ու կինոն 1000 տարի ինձ պետք էր ես ամեն ինչի մեջ թաթախվի։ Մի անգամից կգրեի ներքևը կասեի դե պրոդուկտը կոնսոլ լոգ արա դուսը ֆորից դուս կպրծնեի էլ ինչի ես էր պետք է սկան պատմության մեջ ընկնել։ Բայց Վիկտորիա ջան, քանի որ մենք գիտենք որ ցիկլի մեջ հայտարարված փոփոխականը կամ ցիկլի մեջ ապրող փոփոխականը ցիկլից անկոմ կյանք չունի, ես ուրեմն պետք է դրսում մի բան պահեմ, որ ներսից շպրտեմ մեջը, արժեքը վերագրեմ իրան։ Ու իմանալով որ վերջ։ Okay։ Հիմա նայեք, էստաֆետայի
բանով եք արագ նայեք, ժողովուրդ, էստաֆետա տեսել եք, չէ՞ ոնց են օրինակ էստաֆետա խաղեր խաղում։ Օրինակ առաջի վազողը գնում է ձեռինը տալիս այն մյուսին, ու վсё, ինքը խաղից դուրս է գալ։ Էլ այդ խաղացողը երկրորդ անգամ էստաֆետայի մեջ չի կարող։ Ինքը իր գործը պետք է տանի հասցնի այն մյուսին, ու վсё, խաղից դուրս է գալ։ Տավիր այդ Վալեր ջան, այդ պայն հասցրեցիր, տաս այդ մյուս խաղացողի ձեռը։ Հասցրիր, չէ, ախպեր, վсё, պրծա։ Այդ էստաֆետան դու այն դեմից ուրեմն կրվար։ Նայ, հիմի պատկերացրեք, էստաֆետայի առաջի խաղացողը ֆորն է։ Եթե ֆորը ժողովուրդ այս արանքում չհասցնի այդ փոփոխականը տա հաջորդ խաղացողին, սա խնդիրը անիմաստ է դառնում։ Այս մեր գրած ֆորից սկսած ամեն ինչ անիմաստ է դառնում։ Պատկերացրինք, չէ՞ արդեն։ Վсё։ Հիմի գնացինք։ Արդեն ունեմ այստեղ Վիկտորիա ջան։ Վեդրոն։ Դատարկ չի Վեդրոսը, որտեվ ես արդեն if-ի մեջ բռնցրել եմ իրան, գցել եմ Վեդրոյի մեջ, թե break եղավ, թե չեղավ, իտոգում այս break-ն է вообще այստեղ կապ չունի։ Այս պատմության հետ։ Break-ը զուտ անիմաստ գործողություններից է մեզի խուսափում, որ JavaScript-ին չտանջելու համար է, ժողովուրդ, կարող break չգրեք, բայց իմացեք ձեր մտքում, որ դուք այդ break-ը չգրելով ձեր ծրագիրը մի քանի անգամ դանդաղացնում եք։ Հա, որտեվ հիշեք, ամեն ձեր այս for-ի if-ը գրելու համար JavaScript-ը գործ անում է։ Գնում է այդ մարդը product-ի վեկալում է, հələ մի հատ ուրեմն խորացեք։ Ինչ է կատարվում, Վալեր, երբ որ ամեն անգամ դու զանգվածի մեջի ինչ որ օբյեկտի մեջից գրում ես get.id։ Ուրեմն հիմի Վիկտորիա ջան, տես քո այդ մի հատ product get.id-ի պատճառով JavaScript-ը ինչքան է տանջում։ Նախ, JavaScript-ը պետք է գնա հիշողության մեջ, գտնի որտեղ է քո զանգվածը։ Վիկտորիա ջան, հիշում ենք stack-ը։ Հա, stack-ու heap։ Stack-ու heap։ Որտեղ էին պահվում պրիմիտիվ փոփոխականները։ Լավ, okay, stack-ը մոռացեք։ Պրոստը հիշեք, որ ժողովուրդ զանգվածը գտնելու համար JavaScript-ը մի հատ հսկայական աշխատանք պետք է անի։ Էդ էլ քիչ է Վալեր ջան, մի հատ է պետք է գնա այդ զանգվածի մեջից այդ օբյեկտը վերցնի, բացի օբյեկտը մեջի ID-ին վերցնի, տիկ ջան, բերի այստեղ տենա քո ֆունկցիայի պարամետրին ու պատկերացրու այս քո product զանգվածը բաղկացած չէր Վիկտորիա ջան 3 հատից։ Այստեղ կարող է խոսքի 2000-3000 հատ ապրանք կա ժու։ Այսինքն դու ամեն անգամ թողելու ես որ JavaScript-ը 3000 հատի վրա ֆռար։ 3000 հատի համար ամեն անգամ այդքան գործ անես, չէ, իհարկե չէ։ Մենք մազոխիստ չենք։ Վեդրոն տպել ենք, գնանք նայենք։ Հոպա։ Նույն արդյունքն է։ Վիկտորիա ջան, ի՞նչն էր տարբերությունը։ Սա տարբերությունը այն էր, որ ես կարողացա գոնե հազիվ հազ։ Ես այս for-ի մեջից այդ գտածս ապրանքը դուրս հանեմ։ For-ից էլ կախում չունենամ։ Ես միշտ չեմ կարող Վալեր ջան այդ for-ի մեջ գրեմ իմ կոդը։ Ես լիքը գործ ունեմ անելը, որ ես չեմ կարող այդտեղ գրեմ, ժողովուրդ։ Հա? Ես պետք է այդ դուրս հանեմ այս for-ից, այս for-ը իր էստաֆետան ավարտել է Վիկտորիա ջան, վсё։ Այս իր էստաֆետաներ գտներ product-ը դուրս շպրտել, վсё։ Գնացինք առաջ։ Մինչև այստեղ հաստատ պատկերացրել ենք։ Գնացինք։ Ուրեմն նայեք, Վեդրոն վերցրել եմ։ Մի հատ պետք է ստուգեմ, դիք ջան։ Տենամ կարող է այս Վեդրո չեմ եկցի։ Որտեվ Վիկտորիա ջան, դու ինչքանով ես վստահ, որ այդ գնորդը ուղարկել է ճիշտ ID։ Կարող է պահեստում էլ չկա, Վալեր ջան։ Կարող է դու մեկը ասում է գնել է այս ապրանքը, ախպեր դու գնում ես պահեստում նայում ես, ասես ախպեր չկա դրանից։ Հիմա նայեք, ոնց ստուգենք էդի։ Կանչենք 4-րդ ֆունկցիան ու տանք 15 պարամետրը։ 15-ը ինչն էր Վիկտորիա։ Ապրես, չեղած ID։ Հիմա ես չեղածի պատճառով սա կոդս փչանալու էր։ Հիմա նայեք, ես մինչև Վիկտորիա ջան չստուգեմ, որ ես այդ Վեդրոն գտել եմ, ես մնացած գործողությունները ստիկ չան, իրավունք չունեմ շարունակելու։ Վեդրոն քո այդ պահին ցիկլի միջոցով գտած օբյեկտն է։ Ես նայած, որ պարամետրով կկանչեմ ֆունկցիան։ Հաշվի մի անգամ եմ կանչել։ Այո, ինքը ամեն անգամ տարբեր է։ Մեկը մյուսի հետ, նայ Վիկտորիա ջան, այ էսա ֆունկցիաների սպეციფიკությունը։ Դու այս ֆունկցիայի կանչը երբեք չկապես սրա հետ։ Իրանք իրարցից առանձին, իրարից բանից բե խաբար
աշխատում են։ Այսինքն, լավ, Վիկտորիա ջան, երբ որ դու այս առաջի ֆունկցիան կանչեցիր, ասիր գնա երկրորդ ID-ով գտի, էսի կուրսի էլ չի, որ Գուրգեն ջան, դու տակը գնացել նորից ես գնացել հետի մանեկե կամ ուրիշ ես մանեկե։ Ֆունկցիաները աշխատում են իրարից բեխաբար, ժողովուրդ։ Okay։ Միակ կապը տվողը գիտես ով է Վիկտորիա այդ ֆունկցիաների միջև։ Հա, չէ, մենք։ Մենակ մենք կարանք ֆունկցիաների արժեքները ժողովուրդ կապենք իրար, մնացածը ինքը չի կարա, ինքը չգիտի մեկը մյուսի մասին, տեղյակ չի։ Okay։ Ուրեմն, այստեղ եկեք ալերտ անեմ։ Շնորհավորում եմ դուք գնեցիք ու բանը, պլյուս Vedro-ի անունը, Vedro get name-ը։ Vedro-ի մեջ ինչ էի պահել, ալեր։ Օբյեկտը։ Մեծ օբյեկտը, ցելի օբյեկտը, ցելիքում այտենց ամբողջությամբ օբյեկտը գցել եմ Vedro փոփոխականի մեջ։ Vedro-ի անունը ո՞ւն է։ Հա, որ 3 name-երից, ես մի հատը գտել եմ break-ը։ Հա, ես ամեն անգամ Վիկտորիա ջան, մի հատի հետ գործ ունեմ, ես մնացածի ես կուրսի չեմ, որ մնացածի գոյություն ունեմ։ Ինձ հետաքրքրում է մենակ իմ Vedro-ն։ Ես մի անգամ ձուկը բռնեցի, դուրս եմ գալու ջրից։ Ես միշտ մի ձկան հետ գործ ունեմ, ես մի հատ բռնելու եմ դուրս գամ։ Այսօր երկար չեմ մնա այդ ֆորի մեջ։ Ահա, այսինքն եթե Vedro-ն դատարկ չի, ժողովուրդ ջան, ուրեմն այդ նշանակում է ես արդեն իսկ ունեմ մի հատ գտած ապրանք։ Հակառակ դեպքում ժողովուրդ ջան, դուք կարաք հանգիստ ալերտով այս մարդուն տեղյակ պահեք, Վալեր ջան, որ պահեստում առկա չէ։ Պրծ։ Երկու հատ դեպք ունես, Տիկ ջան, Vedro-ում ապրանք կա ցույց տաս, որ այս անունով ապրանք կա, ապրես խոսքի առնեմ, հակառակ դեպքը չկա ախպեր, գնա ինչ ուզում ես արա։ Վիկտորիա ջան, պարզա այս մասը։ Առաջի դեպքում երկու հատ ալերտ է անելու, թե մի հատ։ Երկու տեղն է ալերտ եմ գրել, հիմի երկու հատ ալերտ է անելու, թե մի հատ։ Երկու անգամ եմ ֆունկցիա կանչել, քանի անգամ է ալերտ անելու։ Քանի տեղ ես գրել ալերտը։ Ապրես։ Այո, այո։ Ահա, առաջի դեպքում Տիկ ջան, որ ալերտն է աշխատելու։ Վերևինը, չէ, այսի, շնորհավորում եմ նա։ Վալեր ջան, երկրորդ դեպքում։ Ահա, այսինքն ասելով պայստում արկա չէ։ Գնանք ստուգենք։ Գնացինք։ Շնորհավորում, լրիվ հրաշալի է, Ռոզովի ֆլամինգոյի կարը։ Պայստում արկա չէ։ 15 ID-ով ապրանք գոյություն չուներ, ժողովուրդ ջան, մեր բազարում։ Ես որտեղից գնամ այդ մարդուն տամ այդ ապրանք։ Okay, դա առաջի փուլով մենք ավարտեցինք, եզրափակեցինք, okay։ Բայց մեր խնդիրը իրականում էս չէր, հա, մեր խնդիրը լրիվ ուրիշ էր։ Ուրեմն եկեք հետ գանք ակունքներին։ Այսի սովորական ֆունկցիա էր, որ պետք է գտնեինք ապրանքը ու գնեինք, ենթադրենք։ Մեր խնդիրը այն էր, որ մեր ապրանքները միշտ զեղչված էին։ Տիկ ջան, ուրեմն պրոյեկտում պատվիրատուի խնդրանքով մենք ավելացրել ենք զեղչային համակարգ։ Ուրեմն սենց է, Վիկտորիա ջան, դու պետք է գնեիր 2000 դրամով օրինակ 1 ID-ով ապրանքը կամ 3000 դրամով 2 ID-ով ապրանքը, բայց մարտիության զեղչերի կապակցությամբ մի պետք է բան անենք, զեղչ տանք, ապրես, ըստեղ տանք discount, հա, զեղչը թարգմանաբար discount-ն է, էլ, հավասար է, Վիկտորիա ջան, նախնական ինչքան էր ասում 10%, չէ։ Կճոգենք, այ ապրես, Վալեր ջան, return-ը արդեն կախված է, թե ինչ պետք է անի մեր ֆունկցիան։ Ֆունկցիաներ կան return պետք չի։ Հա, ֆունկցիաներ կա կարող է սահմանափակվես ինչ-որ ինֆորմացիա ցույց տալով, օրինակ եմ ասում, հա, միշտ չի որ ձեր ֆունկցիան ժողովուրդ ջան, ինչ-որ արժեքա հետ վերադարձնում։ Գիտեք սովորաբար ժողովուրդ երբ է ֆունկցիան հետ արժեք վերադարձնում։ Երբ որ այդ ֆունկցիան քո համար ուղղակի գործիք է, այդ պահին, ինչ-որ մի բան գտնելու, հա, ինչ-որ մի բան փոխելու, որտեղ, նայ, երբ է քեզ պետք որ ֆունկցիան բան վերադարձնի, որ դա եկալ ես ուրիշ տեղ օգտագործես։ Վալեր ջան, եթե դա դու չես վերցնել ուրիշ տեղ օգտագործես, ֆունկցիան պետք է չի քեզի բան վերադարձնի։
Հա? Okay, էսի ժողովուրդ ջան, այս մասը այդ ֆունկցիայի արժեք վերադարձնել թե չվերադարձնելու պահը։ Դուք ավելի խորը ու լավ կպատկերացնեք մի գեղեցիկ этап հետո, հա? Որտեղ որ արդեն ժողովուրդ, եկեք մի քիչ փակակ ձեր բացեմ, երբ որ արդեն մենք դա վերցնենք ու միանգամից ուղարկենք բազա։ Հա, երբ որ մենք ուղարկենք, որ տվյալների բազայում պահվի, որ այս մարդը գնեց այս ապրանքը, այդ ժամանակ մեզ պետք չի որ ֆունկցիան բան վերադարձնի։ Մեզ ուղղակի այդ գործիքն է պետք, Վալեր ջան, որով մենք դիմելու ենք բազային։ Okay։ Ահա։ Տա գնացինք, okay։ Դիսկաունտը 1 եմ գրել, գնացինք։ Վիկտորիա ջան 10% էր, համարենք 10% նախնական։ Okay։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա առաջինը գնում է Դու ես տալիս։ Նրանք եկեք սենց ասեմ, կա երկու տարբերակ նմանատիպ խնդիրների լուծման, Վիկտորիա ջան։ Առաջինը այնա, որ ծրագրավորողը շուտ արագ առավոտ ամսի 9-ին լուսադեմ ժամը 6-ին զարթնի, շուտ կոդը փոխի, սարքի 10%-ը, օրինակ 20% ու շուտ գցի լայվ, որ ժողովուրդը սկսեն առևտուր անել 20%-ով։ Կամ էլ Վիկտորիա ջան, դու նախորոք եթե գիտես, որ ամսի 7-ին դու ունենալու ես 10%-ից սկսած ձեռք, ամսի օրինակ 10-ին, 11-ին ունենալու ես 20% ձեռք, դա արդեն դու կարաս կոդով նախորոք դնես։ Հեսա այդ էլ կանենք։ Եկեք մի հատ այսօրվա դասեք մի հատ sense հետաքրքիր մի հատ բան հավաքենք, այդ կարելի ասել մոտավոր խանութ սարքենք, հա? Գնացինք։ Ուրեմն discount-ը նախնական 10 ենք դնում։ Լավ։ Վալեր ջան, բայց մարդ կա, օրինակ, կարող է մի sense մի հատ լոգիկա եմ հեսա ներդնելու։ Ամեն 4-րդը օրինակի համար թող 20% լինի։ Okay։ Արդեն քարմատ որ հասավ Այո, շորտի, բայց էդի հետո կանենք։ Ինչ էիր ասում Վիկտորիա ջան, չլսեցի։ Հա, if պետքա ճիշտ ես ասում, միանշանակ if պետքա մեզ, բայց ուրիշ ձևով։ Հեսա դրան կանդրադառնանք։ Հələ այդ մասը եկեք բաց թողենք։ ֆորոկա պրինցիպի պետք չի։ Մինչև for-ն է դա ալնելու։ Հա։ Այդ if։ Լավ, հələ մոռացեք, ժողովուրդ ջան, մոռացեք այդ։ Ուրեմն նայեք։ Գնացինք։ Հիմա ես կանչել եմ 3 անգամ այս ֆունկցիան, 4-րդը առանց բանի։ Ժողովուրդ ջան, այս 4-րդ կանչը եկեք ջնջեմ, որտեվ այն ինչ որ Վալեր ջան, ես պետք էր ստուգեի, ես ստուգեցի։ Ինձ ինչ էր պետք ես ստուգեի, Վիկտորիա ջան, այս վերջի կանչով։ Ապրես, եթե դատարկա, այլ ոչ մի բան չանեի։ Ես ստուգեցի արդեն, որ իմ գրած կոդը աշխատում է, Վիկտորիա ջան, այլ այս ֆունկցիան անիմաստ է իմ համար կանչել, հա, ես էսի ստուգելու համար էի կանչել։ Հիմա գնել եմ հերթականությամբ 2, 1 եւ 3 ID-ներով ապրանքանիշները։ Լավ։ Բոլորի դեպքերում 10% է լինելու բացառությամբ Վալեր ջան։ Չէ, լոգիկան պետք է գրենք ինքը որպես եւ գուշակի, որ դու discount-ը պետք է զերծ չանես։ Ֆունկցիա է, էլի դեբիլ բառ։ Չէ, օպա, նայ։ Նայ, Վիկտորիա ջան, քանի որ ես ֆունկցիա հասկացողությունը ուներ այտենց գաղափար ֆունկցիայի նախնական արժեք, պարամետրի նախնական արժեք, ես օգտվում եմ էսպային այդ գործիքից։ Այսինքն դա ինչ է նշանակում, ասում է, եթե դու դեռ չես փոխանցել դրսից ինչ որ այլ թիվ, երկրորդ պարամետր, ես կընդունեմ այդ արժեքը 10։ Այսինքն նայ, Վիկտորիա ջան, առաջ երկու կանչի դեպքում փոխանցել եմ ես ինչ որ բան երկրորդ պարամետրով։ Ուրեմն այդ երկու դեպքերում լինելու է 10։ Նայ նախնական արժեքը 10 է։ Բայց հենց դու ինքը չգիտի ինչի մասին է խոսքը, ինքը ընդամենը պարամետր է։ Ես ժողովուրդ ֆունկցիան դեբիլ բան է։ Ինքը չի կարա երբեք գուշակի, որ պարամետրը ինչի համար եք փոխանցել։ Ես հələ չեմ օգտագործել այս discount փոփոխականը։ Ես դեռ այդ տոկոսի զեղչի համակարգը չեմ հաշվել, Վիկտորիա ջան։ Ապրես չեն գրել, հələ կիսատ է։ Ես ակիշտեն կգրենք։ Հիմա նայեք, ասածից միտքը հասկացաք, բայց այս discount-ը որ փոփոխվում է, ունի նախնական արժեք, եթե դու
Փոխանցված պարամետրի արժեքով, այո։ Ահա, հիմա եկեք մի հատ կոնսոլով գանեմ դիսկաունտը, որպեսզի վստահ լինենք, Վալեր ջան, ըստ քեզ ինչ ա տպելու կոնսոլ լոգում։ Այսինքն անում։ Ուրեմն առաջի երկու հատի համար պարամետր փոխանցել ես։ Երկրորդ։ Առաջի երկու կանչի ժամանակ, Վալեր ջան։ Երկրորդ պարամետր փոխանցել եմ։ Չէ, չեմ ասել, ստորակետ ինչ-որ բան, չէ։ Վիկտորիա ջան, դու տենում ես, որ ես ստե առաջ երկու կանչի վաղ ID-ից բացի ուրիշ բան տված եմ։ Ահա, այսինքն այդ դեպքում աշխատելու է դիսկաունտը 10 տարբերակը, չէ։ Չէ, ես մենակ դիսկաունտն եմ տպել, պրոդուկտի ID-ին կոնսոլ չեմ արել։ Ուրեմն երկու հատ 10-ա տպելու մի հատ 20, որտեղ երրորդ կանչի դեպքում 20։ Մի հատ էլ եմ բան ավելացնում, մի հատ էլ եմ երրորդ ապրանքից առնում, բայց ես մեկին տալու եմ 30% ձեր։ Տպելու է կոնսոլում առաջ երկուսի համար 10, 10, 20, 30։ Ժողովուրդ, քանի դեռ default նախնական արժեքը զուտ աշխատում է այնքան ժամանակ, քանի դրսից չեն փոխանցել, всё։ Ոսկի կանոնա, ջան։ Ներքևից այդ դիսկաունտը մեր բոյի մի պարամետր տակ ասում է փոխի իրան 10։ Թե կպահի 30։ Ճիշտ ինչ անեմ։ Ուրեմն որ այդ 3:30 Հա։ դրատագից մենակ մի պարամետր տաս, ինքել ասում է 10։ Իհարկե։ Ամեն անգամ կանչելուց, ժողովուրդ, նորից հիշեք, որ մի ֆունկցիան մյուսից կուրսի չէր։ Ինքը հո չգիտի, որ դու, ահա, շատ լավ հարց ես իրականում տալի, եկեք ես մի հատ ուշադրիր նայեք այս մասը։ Վիկտորիա ջան, այն որ դու նախորդ կանչելուց կանչել ես առանց պարամետրի կամ ինչ-որ պահի տվել ես 20, երբ որ դու էլի ես կանչում նույն ֆունկցիան, ինքը չի հիշում, որ նախորդը 20 է եղել։ Ներս չի ինքը շփոթելու է։ Կապ չունեն իրար հետ։ Ինքը մեկը հա դեբիլի պես ամեն անգամ գալու է տենա դիֆոլտը նախնական 10-ը, ասի դե նախնական արժեքս 10 է ախպեր, всё։ Ապրես, բերելու 10։ Եթե չփոխանցենք տիկ ջան երկրորդը, չէ՞։ Գնանք տենանք որ 10, 10, 20, 30-ա մեր կոնսոլ լոգում, սրտերս ընկնի տեղը, ահա 10, 10, 20, 30։ Տպեց։ Всё, ֆիրճս ընկավ տեղը, ահա։ Այս կոնսոլ լոգը միանգամից ջնջում եմ, որտեվ իր բուն նպատակը կոնսոլ լոգից տենայի հաստատ թվերս default պարամետրս ճիշտ է աշխատում Վալեր ջան, թե չէ։ Ես իր հետ էլ գործ անելիք չունեմ, ահա։ Երբ է ինձ պետք, այ ապրես, հիմա պետքա զեղչի այդ թիվը, ժողովուրդ ջան, ֆունկցիան չգիտի ես ինչա։ Ֆունկցիան գիտի, որ ինչ-որ պարամետր է սպասում ինչ-որ արժեքով։ Ոչ գիտի թիվա, ոչ ինչա, դե այնքան որ գիտի, որ ինչ-որ բան ես փոխանցել։ Հիմա Ինչի առանձին if գրեմ, ասեք հլը տենա։ Եթե վերում կա։ Vedron միշտ կա։ Չէ, կներեք, Vedro-ի if-ի մեջ եմ գրում, հա, եթե ապրանքս կա, չէ, Վալեր ջան, Վիկտորիա ջան։ Ապրես։ Եթե ժողովուրդ ջան, մենք ունենք ապրանք գտած, որը որ պահեստում արկա, պարտավոր ենք Վալեր ջան զեղչենք։ Այդ թե ինչքանով զեղչենք, Վիկտորիա ջան, դա կախված է ֆունկցիան կանչելուց։ Տեսեք, ֆունկցիանը նենց է գրած, որ քո կանչից է կախված, ես 10%-ով կզեղչեմ, թե այն տոկոսով, որը որ ինձ կփոխանցես դու։ Կփոխանցես երբ ֆունկցիան կանչելուց։ Okay։ Ոնց անենք, ասեք։ Պրոդուկտի ID կարմիրը բաժանենք 3-ի, հա։ Առաջի անունը, այդ բայ պրոդուկտ ID։ Այս սկիզբը։ Դիսկաունտից առաջ դրած։ Մի րոպե, Վալեր։ Հա, էսի։ Ահա։ Այն լեջի օրինակը հիշում ես, չէ՞։ Այն լեջում քիխտ է, Վալեր։ Պրոդուկտի ID-ի հետ ի՞նչ գործ ունես դու։ Ապրանքի ինչը, գինը։ Չէ, ապրանքի մեջի price-ը։ Ապրես։ Всё, լրիվ համաձայն։ Այո, ճիշտ է։ Հիմա նայեք, Vedro-ի մեջ չէր Վալեր ջան իմ ապրանքը։ Դու հաշվում ես 10%-ը, Պետք է հանեմ մեղածից եւ ժողովուրդ, պետք է հաշվենք մեր ապրանքի գնի այսքան տոկոսը ու գնից հանենք այդ հաշված բանը։ Գինը հավասար է գին հանած, չէ, Կոնստանտ product price հանած ագծերի մեջ են գնում։ Կոնստանտ գինը կամ եկեք գրեմ final price, չէ, վերջնական գինը հավասար է։
Պրոդուկտի ID Այդ անունն էլի իր։ Vedro։ Հա, Vedro։ Vedro-ի մեջ չի քո ձուկը, Vedro-ի մեջ չի քո պրոդուկտը։ Vedro-ի մեջ է Վիկտորիա ջան իմ օբյեկտը։ Vedro-ի price-ը կարամ Vedro-ի մեջ չի price-ը։ Vedro-ն է, օբյեկտն է, Vedro։ Մեջը price կա։ Ինչի գրեցի get price։ Զանգված չէ՞։ Այս զանգվածի վրա ես ինչ իրավունք ունեմ գրեմ get price։ Այս զանգված է, բայց զանգվածի վրա ո՞նց են կանչում get price։ Հələ ինչ է փոխում։ Vedro հենց օբյեկտ է, նորմալ։ Թե զանգվածը։ Որը։ Vedro։ Ինձ դες։ Vedro-ն ի՞նչ է։ Vedro-ն օբյեկտ է։ Vedro-ն ID-ն է, Всё, օբյեկտը, okay։ Օբյեկտը դրա համար կարացա կանչեմ get price, okay։ Ահա։ Տիկոն ուժը հավատացել էր որ զանգված։ Okay, final price-ը։ Vedro-ի գինը պետք է բազմապատկեմ discount կոչվածով, ով էր discount-ը Վիկտորիա։ Ավրես բաժանենք 100-ի։ Էս ինչն եմ ստանում։ Զեղչած, հա, ինչքանով պետքա զեղչվել։ 10-ը, չգիտեմ, 10-ը թե 20-ը թե 30-ը։ Ուզում ես 20 սարքի 2000-ի 10%-ը քեզի այդ ֆինալ price-ը ցույց է տալու 20, 200։ Հա։ Գիզ 200-ը պետք չի։ Ճիշտ է։ Քեզի 200-ից հանած 200։ Ապրանքի ինչքանով է զեղչվել։ Այո։ Ու հետո նոր իրական ապրանքից կանենք այդ զեղչված կինը։ Ես այսինքն կարամ գրեմ Vedro-ի price-ից հանած այս ամեն ինչ։ Բայց թարգագից մի։ Ունեց ավեսը վասիրա։ Ցենտ։ Ահա։ Բայց անկեղծ ասեմ, գաղտնիքով։ Կապ չունի գիտես ինչ։ Բազմապատկում բաժանումն է, սաղսը գիտենք, որ մաթեմատիկայում առաջնային գործողություններ են։ Վիկտորիա ջան, պարզ է այս արտահայտությունը, այս բանաձևս։ Հանես չի ես գերազանցիկ։ Ահա։ Ես պրոստը մինչև 10 նայել էի, ոնց անեմ դրա համար։ Ահա, հիմա console log, get log, final price։ Իտոգում ինչ արեցինք, գնից հիմնական պրոդուկտի գնից 2000 դրամից։ Հանեցի 2000 դրամի ինչ որ տոկոսը, x տոկոսը, հա, որպեսզի հասկանամ ինչքան է վերջնական գինը, չէ՞, վերջնական գինը պետք է ասեմ ես։ Ինչ էիր ասում Վիկտորիա ջան, չլսեցի։ Հարը տոկոսն է, 100%-ի, տոկոս ես չէ դու փոխանցում, ես քո դիսկաունտը։ Չէ, նայ, ոնց է, օրինակ 100-ի 10%-ը ինչ է 10։ 200-ի 10%-ը 20-ն է։ Տոկոսի вообще բանաձևը սենց է։ Եթե ուզում ենք հասկանանք, օրինակ A թվի x տոկոսը ինչ արժի, ինչքան է, A թիվը բազմապատկում ենք x-ով, բաժանում ենք 100-ի։ Սա ֆիքսված բանաձև է, ժողովուրդ ջան։ Այս 100-ը 100%-ն է, էլի։ Okay, այնպես չէ, 100-ը ինչ որ կապ ուներ մնացածի հետ։ Okay, գնացինք։ Okay, հիմա final price-ը console log անեմ, եկեք ես alert-ը ժամանակավոր comment եմ, ժողովուրդ ջան, չզզվեցնի մեզի, հա։ Ահա, ուրեմն, առաջի գինը ստացվեց, օր այս ինչ է լավ։ 2700, 1800, 3200, 2800։ Դե արու հաշվի քան։ Համի նայեք։ Առաջի երկուսը զեղչելա 10%-ով, երկրորդը ինչ էր ասում դու վարոջան։ Չէ, խոսքիստեղ էլի կրնամ, չէ, փորոնամ, որ նայեք եթե զեղչված արժեքները վերջնական իշխանները, նայեք որ իշխան, որ մեկից քանի տոկոսով է ավելի կամ տոկոս։ Ինչ լոգիկա ուզում կգրեմ։ Հա այսպես բան կարամ գրեմ, հա? Այսինքն Վալերի ասած այնա, որ օրինական էս չստացվի, որ գնի ծավել լինի, հա, տենց կամ ինչ-որ մի բան, հա։ Okay։ Հիմա ժողովուրդ ջան, տեսեք ինչ կարելի է անել։ Մի հատ ստուգել գոնե։ Երկու ID-ով ապրանքի գինը ինչքան էր։ Ինչ։ 3000։ 3000-ի
Քանի տոկոսը պետք է հաշվեմ հիմա ես 10%-ը։ Ինչ անում 2700 դրամ դալ վերջնական 300 կհանենք 300 հանում ենք մնում է տակը 2700 դրամ վերջնական գին Գուրգեն ջան երկրորդ էլ էր 10%-ով զեղչվեց ճիշտ է 200-ով չէ 200 դրամով զեղչվեց 20%-ի 200-ի 10%-ը դա 20-ն է հաշվեք 200 okay լավ Դե մյուսներն է արդեն քանի որ լոգիկաս ճիշտ է մյուսներն էլ է հաստատ ճիշտ հաշվեց okay բայց ես ո՞րն է 3200 սարքե երրորդը թանկ էր հա դե 4000-ից 800 դրամ զեղչ չարել հրստե Ձեզ գին Նա բազար ֆրակ sense գին չեք ճա ինչ հա երրորդը 20% ճիշտ ես ասում 4000-ի երրորդը ինչ էր արել 4000-ից չէր արել 4000-ի 20%-ը ինչքան է 10%-ը 400 10%-ը 400 ապրես 20%-ն է 800 ճիշտ չի արել Վիկտորիա ջան 4000-անոց ապրանքը 3200 դրամով տվել է քեզ հա Okay գնացինք դե 30%-ն է բնականաբար 400 դրամ էլ մինուս մի հատ Okay Всё, դզեց ախպեր եկա զեղչային համակարգն Գերում ենք որ ստեղ շնորհավորում ենք եկեք արդեն թեք ճակերտները օգտագործեմ եթե չեք մոռացել Եթե մոռացել եք սպանեք խնդիր չի Ապրես մահվան վախը ինչ անում է Ուրեմն final price դուք գնեցիք դուք գնեցիք vedro.name-ը չէ vedro.name-ը հետևյալ արժեքով չէ ահա Գնանք ստուգենք դրանք ինչ հավես բան ենք ստացել Շնորհավորում ենք դուք գնեցիք Rosvi Flamingo հետևյալ արժեքով 2700 դրամ Հաջորդը չգիտեմ Belly Rose-ի հետևյալ արժեքով 1800 դրամ Եսի մինչը 3200 դրամով ահա Լավ չի Ոնց որ ասում է հա մեծեք ըհը էս էլ սեն ժողովուրդ Հիմա պատկերացրիք չէ ես մի անգամ Ինչն է բերելու Իհարկե այդ մեր հին լոգիկան աշխատելու Էլի հետի թարս չեն դրել ամեն անգամ թարս ենք թրցնում էլի փող չի Ինադու են անում որ կոմպլի զայատ կնստի տելևիզիոն չմնա ըհը Հա Վիկտորիա ջան ճիշտ ես ասում Մեսի որ հիմա նորից ես 15-ով կանչեմ էլ էս իմ փոխանցած դիսկաունտը էլի տոգում իմաստային բան էլ չունի այսինքն առաջինը գնեցի երկրորդը գնեցի երրորդը գնեցի չորրորդը գնեցի վերջում ասում է պայստում արկա չէ լավ էլ անում Ահա ժողովուրդ ջան փաստացի ոտնից գլուխ գրել է գերեւ մի 20 տող կոդ ու ստացել ենք մի հատ հոյակապ զեղչային համակարգով գնման համակարգ Լավն է չէ ըհը Հիմա ժողովուրդ ջան եկեք մի հատ ավելի հետաքրքիր բան ենք մտցնում մեջը Հա բա ոնց է կոնսոլոգը ջնջեք հադարեք մի թողեք կոնսոլոգ Ինչ պետք էր այդ բանը տեսել ենք անցել ենք առաջ կա ու միաժամանակ չէ կամ Ինչը եթե այդ բանը անում չէ ու vedro կա ու ձերի Ինչա Վիկտորիա ջան Ֆունկցիաները չի դժվար, մենք ենք դժվար խնդիր ընտրել Այսինքն ոչ թե դժվար խնդիր ենք ընտրել, գաղափար ենք ընտրել, որ բնականաբար ծավալուն է, դժվար չի Վիկտորիա ջան, որ մաս նայես, ինչը չգիտեք, if-ը, for-ը, թե ինչը Այսինքն այս նույնը ես կարայի դուրսը գրեի որ այս բանի մեջ
դեռ Վեդրոն կա ու միաժամանակ ես բանը հավասար 4-ի այդ ժամանակ, արա թե դրա համար լրիվ ուրիշ բան։ Այդ որ դեպքերի ասեմ։ Որ ամեն 4-ին կամ ամեն Հա, դա հեսա հենց է կապված այդ են գրում։ Վիկտորիա ջան, հենց էտա, նայ, ֆունկցիան որպես այդպեսին այստեղ շատ բան չի անում։ Ֆունկցիան ուղղակի կանչում է, ֆունկցիան մեզ հավելյալ ճկունություն է տալի։ Տես ես այս կոդը մի անգամ գրեցի, ու արդեն 1000 հոգի կարա նույն բանը առնի, նույն լոգիկայով, չէ՞։ Զուտ նայ, Վիկտորիա ջան, այս ֆունկցիա հասկացողությունը մեզ օգնում է, որ նույն կոդը 100 անգամ չգրես, մի անգամ գրես, կիրառես ինչքան ուզես։ Թե չէ որպես այդպեսին քո փոփոխականն էլ է նույնը, for-ն էլ է նույնը, մնացածն էլ, այսինքն ես ես նույն բարդ խնդիր, Վիկտորիա ջան, կարայի տայի մի մակարդակով, այսինքն ասեի գոնե մի անգամ թող առնեմ։ Ասեի prompt-ով զեղչը ստացեք։ Չէ՞։ Կամ ասեի prompt-ով ID-ն ստացեք։ Ֆունկցիա չէի ասելու, Վիկտորիա ջան, ասելու էի prompt-ով ստացեք զեղչի արժեքը ու բանը, ID։ Նույն խնդիրն էր ստացվել։ Հա, պրոստը ֆունկցիայի միջոցով հիմա մենք կարող ենք առանց prompt-ների այդ ամեն ինչ անենք։ Ֆունկցիայի պարամետր փոխանցենք, ստուգենք մեր բոլոր նյուանսները։ Փոխանցես դրա շփոթ։ Այս prompt-ը պարավետ դիգերեց։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր է այս նոր բանը, որ նոր գաղափարը որ մտցնենք մեջը, որ հասկանանք, որ այն փոփոխականները, նորից եմ ամփոփում, վստահ եմ հիշում եք։ Այն փոփոխականները, որոնք գտնվում են ֆունկցիայից, ֆունկցիայի համակարգի նշաններից դուրս, if-ի համակարգի նշաններից դուրս եւ այլն, հա, այսինքն ինչքան հարկ ուզում է վերևը լինի։ Ներսի կտորները տեսնելու են վերևի փոփոխականներին։ Այսինքն, եթե քո այս product փոփոխականը վալրջան, այս կոդումը այստեղ չկա, որ ինքը հասանելի չլինի։ Վիկտորիա ջան, Vedro փոփոխականը մենակ հասանելի է այս կտորի համար։ Ներսում կլինի, for-ի, if-ի մեջ կլինի եւ այլն։ Ինքը բոլորի համար հասանելի է։ Vedro product փոփոխականը որտեղ է հասանելի, մենակ for-ի ներսում, վերջ։ Okay, ահա։ Հիմա ես որ գրել եմ constant final price, սա որտեղ է հասանելի միայն։ Այս if-ի մեջ։ Այս if-ից դուրս ոչ մեկ է սրա մասին գաղափար անգամ չունի։ Ահա։ Շատ լավ է։ Ինչ են անում։ Որտեղ։ Ես դրսում իրան չեմ օգտագործել։ Չեն երևում, Վիկտորիա ջան, ֆունկցիան փակ համակարգ է, կապսուլա է։ Ինքը ոչ մեկ չգիտի ներսում ինչ է կատարվում։ Ֆունկցիան ոչ մեկ չգիտի ներսը ինչ կա, չկա, ինչ է կատարվում եւ այլն։ Մենակ գիտեն, որ ֆունկցիան կանչում են, որ ինչ-որ գործողություն է կատարվում, okay։ Հա։ Նայ, դու հիմա այս ֆունկցիան 10 անգամ կանչել ես, չէ՞։ Գործողությունդ կրկնվել է, քո փոփոխականները ամեն անգամ 0-ից հայտարարվել է եւ այլն, չէ՞։ Կատարվելը չի երևացել, կատարվելը։ Ինքը չի կարա երևա այնտեղ։ Դու հիմա հա, չէ, Վիկտորիա ջան, հա, հասկացա ինչ ես ասում, բայց հա, իհարկե կատարվում է, ամեն անգամ նույնը կատարվում է, բայց օրինակ ես ժողովուրդ ջան, չգիտեմ, իրոք ես գաղափար անգամ չունեմ, օրինակ, որ ես կնոպկին անջատել միացնելու կնոպկին սեղմեմ, տակից ինչ է կատարվում։ Հայ ես արդյունքն եմ, նայ, արդյունք տեսնելը ուրիշ բան է, ժողովուրդ ջան, ներսի կատարվող process-ները ուրիշ բան է։ Ինչ իմանանք հիմա ինչ է կատարվում։ Չէ՞։ Ահա։ Okay, okay։ Մի րոպե կներեք, ժողովուրդ ջան։ Իմ պալետի դասերը որտեղ է, ասի ես չեմ տարածում չգիտեմ։ Ասես թե կարատեի դասեր անում։ Ահա։ Դրա ծախի դա։
Հա, պետք է ասեի բանը, այստեղ ով շունչը երկար ապահում մենակ ինքը։ Okay, ժողովուրդ ջան, հիմա տեսեք։ Ես չեմ ուզում, որ այս համակարգը ֆիքսված աշխատի, հեսա կազինո ենք մեջի գրում։ Հիմա նայեք, ուրեմն ախի չեմ կարող։ Հա, հիմա նայեք ժողովուրդ ջան, գրելու ենք համակարգ, որը որ ինչ որ հետաքրքիր ալգորիթմով ժողովուրդ ջան կորոշի ում ինչքան զեղչ տա։ Ամենապրիմիտիվ մակարդակով կարանք օրինակ ամեն 100-րդին, ոչ թե մենակ 100-րդին, այլ ամեն 100-րդին։ Հա, ամեն 100-րդ, այսինքն համ 100-րդն է ստանալու Վալեր ջան զեղչ, օրինակ 100%-ի չափով։ Համ է Վիկտորիա ջան կարող է ամեն 2, այսինքն 200-րդ հաճախորդն էլ է ստանալու։ Հա, այսինքն ամեն 100-ը 1։ Հա, բայց դա ցիկլ է ասում։ Լրիվ ուրիշ բան է պետք մեզ այստեղ։ Այնի գիտես ինչի հետ էս։ Ցիկլով քայլել, բայց ինձ ցիկլ պետք չի Վալեր ջան։ Գիտես ինչի։ Որտեվ ես ինձ մենակ հետաքրքիր է մինչև այս քանի հոգի է առը։ Վիկտորիա ջան, ֆունկցիան ամեն անգամ կապսուլայի պես կանչվում ու անհետանում է։ Իրա ներսի փոփոխականներով հանդերձ, չէ՞։ Սա ռումբա ժողովուրդ։ Մի անգամ ամեն անգամ վերցնում ես նույն ռումբը, կալցում քաշում ես, գմփում է, всё, բրծավ գնաց։ Ոչ մեջի գործող համակարգը դու կարայիր տենայր ինչ եղավ, որ փոփոխականը պայեց, ռիչագը ոնց գնաց, ոնց գմփացել ախպեր, всё, չկա, ասկոլկեքի է բաժանում։ Իրա մասին տեղեկություն չկա։ Ու կանչելուց հետո всё, ոչի բան։ Okay։ Հիմա ես պետքա պահեմ քանի անգամ է առևտուր կատարվել։ Ժողովուրդ, ոնց կարամ ես հասկանամ քանի անգամ է առևտուր կատարվել։ Որտեղ ունենամ այդ փոփոխականը։ Այդ փոփոխականը ունենամ վերևը։ Վերևը։ Okay։ Okay, Վալեր ջան, դու համաձայն ես։ Վերևը։ Հա։ Գիտեք ինչա Գուրգենը առաջարկում ժողովուրդ, այդ փոփոխականը, որը որ պետքա պահի քանակը կանչվողների, դրսում պահենք։ Որտեվ ֆունկցիան կանչելուց ապրես, բոլորի համար երևա, որտեվ ֆունկցիան կանչելու եմ գմփա պրծնի։ Այսինքն եթե Վալեր ջան, ես փորձեմ հանկարծ էդի պահեմ օրինակ, բան, առնողների քանակ, հա, սենց գրեմ։ Այսի մի անգամ ֆունկցիան կանչվելու այդ փոփոխականը ամեն անգամ 0-յանալու է, գմփալու է այդ։ Հա։ Եթե օրինակ դեռ վերջիվաս կինը վերջում կխայտնի, այսինքն կանելուց հետո կինը իմանա, չէ՞։ Չեն կարող, նա քանի անգամ է քանում կատարել, քանի անգամ։ Այ ապրես, հիմա մեզ մի հատ բան է պետք Վալեր ջան, պահեմ, իմանամ այս ֆունկցիան քանի անգամ է կանչվել։ Ֆունկցիան քանի անգամ որ կանչվել է, դիք, այդքան անգամ ուրեմն հաճախորդ եմ ունեցել, այդքան երրորդն է։ Չէ՞։ Ահա, բայց ժողովուրդ, պետք է մի հատ նյուանս հաշվի առնենք։ Եթե պահեստում առկա չի, չի նշանակում ինքը գնել է։ Այսինքն ոչ թե ֆունկցիայից կանչը պետք է հաշվեմ, Վալեր ջան, ես։ Ֆունկցիայից կանչը պետք է հաշվեմ, բայց մենակ այն պարագայում, եթե մտել է այս Vedro-ի if-ի մեջ։ Չէ՞։ Եթե այս if-ի մեջ չի մտել Վիկտորիա ջան, այդ նշանակում է չի առը, չէ՞։ Չէ, else if-ի պետք է ապրանքը լինի, դու առնես Գուրգեն ջան, ես քեզի բանով ցույց տամ, որ ապրես առել ես, հա։ Նայ, else if ինչի համար ուզում գրենք, որովհետև եթե ապրանքը կա, Okay։ այդ ինքը 10% է զերչելու։ Չէ, ապրանքը կան, մեկը դա ընդհանուր կարող է։ Եթե եկա մտավիში մեջը, ապրես, այդ ուրիշ բան։ Եթե չէ, եկա մտավիში մեջը, else if մեջ չի լինելու։ Ինչ else if։ Չէ, իհարկե չէ։ Երբևից։ Եթե ինքը առաջին պայմանը որը արած, երբ հետաքրքիր չի կարող ինչ անել։ Բացարձակում։ Որովհետև ես ասեցի, եթե այստեղ ապրանքը կա, մենք ու ինքը 4-րդ կամ 10-րդը չի, իրան 10% է, չէ։ Else if-ի մեջ էլ եթե ապրանքը կա, ու միաժամանակ այդ մեր պահածը հավասար է 100-ի, Էդիկնալ լի այսքան տոկոս։ Okay, հիմա նայեք։ Եկեք դրսում փոփոխական պահենք let-ով։ Ինչի let-ով պահեմ։ Փոխվելու։ Այո,
buyers count գնողների քանակ նախնական 0-ը իհարկե 0-ը այ ժողովուրդ ինչի այս vedron կարայի արժեք չտա այ buyers count-ը պետք է ժողովուրդ ջան որտեվ եթե սանտերին 0 նախնական արժեքը չտան ես ինչի վրա եմ պլյուս անելու Վիկտորիա ջան 0-ին կամ undefined-ի վրա պլյուս անեմ անուն ինչ տնեմ դրա համար ես պահեցի ես փոփոխականի նախնական արժեքը 0 որ վրան կարող բան ավելացնենք չէ ահա okay հիմա ժողովուրդ ջան ամեն անգամ երբ մեր ֆունկցիայի կանչը կկատարվի ու մեր if-ը ստուգումը կհաջողվի Վալեր ջան այսինքն ինչ անհրաժեշտ ստուգումը կհաջողվի այսինքն կգտնեմ այդ ապրանքը ժողովուրդ ջան հա այսինքն այս տաղը հավանում է ու չի առնում ինքը հենց կպցրեց կտցրեց դրան առնում է վսոս հա մի անգամից փոշտով գրգելու ջան ստուգենք վալ ճիշտ ես ասում ստուգենք բան տպեմ ստեղ console log file count Վիկտորիա ջան պատկերացրինք չէ այս մասը եկեք գնանք քանի անգամ եմ կանչել ժողովուրդ 1 2 3 4 5 անգամ եմ կանչել որից մի հատը չկա վերջի արժեքը ինչ պետք է լինի 4 4 անգամ չէ արան Վիկտորիա ջան ամենավերջի արժեքը 4-ն է չէ ահա Okay եկեք ժողովուրդ ջան քանի որ դե հավուրատ այդ ֆունկցիայից չեմ կանչելու որ ես իմ կոդը ստուգեմ չէ եկեք sense լոգիկան գրենք որ եթե դու հանդիսանում ես 4-րդ գնորդը ամեն 4-րդ գնորդը ժողովուրդ դա շատ կարևոր է չէ հոպա վсё ֆիքսեցիք այդ եղավ մենակ 4-ի դեպքում եթե ես մենակ 4-րդն եմ կառնեմ 8-րդի դեպքում չի գործելու ձեր գրածը ես ասում եմ ամեն 4-րդը չէ ամեն 4-րդը ամեն 100-րդը այն ոնց է չէ ասում եմ դուք հանդիսանում եք մեր 1000-րդ հաճախորդ կամ 2000-րդ հաճախորդը եթե Էսի Գուրգենի ասած else-if-ն է, պրոստը Գուրգեն ջան, առանց if else-if չի լինում։ Okay, ասում եմ որ ասում եմ if, ուրեմն արուսն է հետս է։ Հիմա նայեք։ Եթե ուրեմն buyers count-ը բաժանվում է 4-ի առանց մնացորդի Համաձայն ես Վիկտորիա մեր հետ։ Եթե առանց մնացորդի բաժանվում է 4-ի, այդ նշանակում է ամեն 4-ն է։ Եթե 100-ով անեի ժողովուրդ այս լոգիկան կգրեի բաժանած 100-ի առանց մնացորդի։ Հա, որտեղ Այնի բաժանում է ուղղակի արդյունքա տալի։ Տոկոսը քեզի մնացորդն է վերադարձնում։ Հենց մնացորդն է պետք, հա։ Հենց պետք է որ մնացորդը 0 կարող է 3 մնացորդել է։ Հա, օրինակ 100, եթե 100-ի դեպքում անեի, ժողովուրդ ջան, դաժե ինչ 98-ը բաժանի 100-ի մնացորդա տալու։ 85-ը բաժանի 100-ի մնացորդա։ Մենակ 100 թիվն է, 200 թիվն է, 300 թիվն է, որ առանց մնացորդ տիկ ջան, մաքուր բաժանվելու։ Հա? Ահա, տիկոն ասում է երբ է իմ 4-րդը գալու, ես իմ զեղչը ստանում։ Հիմա նայեք։ Ինչ մնաց այստեղ։ Էսի Գուրգենի ուզած if-ն է, կոնկրետ այ հենց սրա համար պայքարում էր Գուրգենը, նայեք։ Հիմա ինչ եմ գրում։ Եթե դու 4-րդ հաջողակ հաճախորդն ես, քո համար ես այս alert-ը count-ը թող հավասարի 20%։ Հա, տոկոսով զեղչում եմ։ Հա, փաշքարած։ Կարանք շնորհավորենք, դուք գնացիք հետևյալ, ապրանքը անվճար։ Չէ, Վիկտորիա ջան։ Կամ է գրածվի դու մեր տեսնալ եւ հաճախորդը։ Հակառակ դեպքում, հա, ապրես, ճիշտ ես, կարանք նաև տենց անենք։ Ահա, լավ, կանի կերեմ, քանի որ, չէ, քանի որ։ Ես մարդիկ ասի էսքի ախպեր, ես աշկիս պատվող է, բան։ Քանի որ դուք հանդիսանում եք դոլարի նշան buyers count, չէ, երրորդ, չէ, հաճախորդը
Ճիշտ է։ Ասում եմ շնորհավորում եմ դուք գնեցիք ինչ որ ապրանքի անուն, տեսեք ժողովուրդ ինձ հետաքրքիր տեքստեր են կազմում։ Որը որ բաղկացած է Վալեր ջան, տես դինամիկա, ես ամեն անգամ չեմ վազելու հետևից քանակը փոխեմ, ընդ տեքստերը փոխեմ։ Մի հատ տեքստ եմ գրում, շաբլոն, հա, շաբլոնը բաղկացած է փոփոխականներից։ Okay, շաբլոնից մեջ ապրանքի անուններ կարևոր ու գնորդների քանակը, այսինքն որ երրորդն է այս բանի։ Վիկտորա ջան, այս կոդը որ կար, տանում եմ else-ի մեջ բրծնեմ։ Continue-ն ինչա։ Continue-ն ելնում է Վալեր ջան, մենակ for-երի մեջ։ Ինքը ինչ անում, մի հատ իտերացիա բաց է թողում ուղղակի, հա։ Continue-ն եւ break-ը աշխատում են մենակ ցիկլերի պարագայում, հա։ Okay. Այս իստեղ եղավ, չէ՞ Վիկտորա ջան։ Մնացած բոլորին սովորական, իրանց ստանդարտ դեպքերով գնալու է, բայց հələ նայեք ինչ հետաքրքիր է, ստանդարտ որն է, այնքանով է ստանդարտ, որ մեկը էլի տեսեք դրսից կախում կա։ Հիշում եք մեր հին լոգիկան, չէ՞։ Մենք հին լոգիկային ձեռ չտվեցինք, ժողովուրդ ջան։ Մեր հին լոգիկան, որ օրինակ Գուրգեն ջան, բոլորի համար նախտական 10 էր, բայց եթե տնօրենի խոսքի, չգիտեմ, կնգանգերուին է եւ այլն, 20%, 30% եւ այլն, հա։ Okay. Ստուգենք։ Անհամբեր սպասում ես բայց։ Հիմա գնանք ստուգեմ։ Քանի անգամ եմ կանչել 4։ 4-րդի վրա, ժողովուրդ, 4-րդի վրա։ Պետք է էս մյուսը տպի։ 5-րդը դե գիտենք, որ ասելու ախպեր ջան, բայստում տես բան չկա։ Ուրեմն գնացինք։ Առաջինին սովորական զեղչով արել է։ Երկրորդին էլ զեղչ է, երրորդին էլ զեղչ է, 4-րդին ասում է в общем նա է, ասում է շնորհավորում եմ դուք գնացիք не нужный продукт հետևյալ ապրանքը անվճար, քանի որ դուք հանդիսանում եք 4-րդ հաճախորդ։ Okay, վերջինն էլ դե այնց ապրանքեր ուզում որ չունեի։ Վիկտորա ջան, ես եթե ես կանչը նորից կրկնեմ 4 անգամ։ Այապես 8-րդը նույնպես կստանա ձեր 1 2 3 էսի 4-րդ հաճախորդներ, որը առավ, էսի Վալեր ջան բռակ էր, էսի հաշիվ չի, սրանից սկսած 1 2 3, էս է ձեզի 4-րդը, որ էլի հաղթեց որպես 8-րդ հաճախորդ։ Երկրորդ տիպի մեջի else-ը որ Ջան, երկրորդ տիպի մեջի else-ը։ Էսի։ Այս ինֆորմացիան մենք տեքստերում մեջ ինչ Ոսկի տվադը հենց նամ ես լավ սայթ եմ կդել, հենց այդ կարելի դեք ես YouTube-ով եմ կդել, այդ սուպեր դեպքան ինչ-որ կանալնի, սայթ սարքել, իրասարքացրել, տեքստերն են։ Նայք, օրինակով դա ոսկի 3 հատ սարքից դառնի, հատ տվեցին, գնացին դեր, ինքը գրեց զեղչը բանում ամեն ինչ, ինքը կոդի մեջ ինչ ծեր է տված Տեքստով չի տված, Վալեր ջան։ Էդի այս ֆունկցիաներ, որ բրծնենք, DOM ենք անցնել։ DOM-ը այն գաղափարն է, որը որ JavaScript-ի հետ քո ունեցած փոփոխականներ եւ այլն տուդիմ տանում կապում է HTML CSS-ի հետ։ Այդ կապը մենք չգիտենք էլ։ Okay։ Հա։ HTML CSS ինչ կա չկա, Շատ լավ է։ Գալաս ընկերներից հետ կիսվես, եթե դες լավ բան ես գտել։ Այդ ինչ էր, YouTube-ի ինչ էր, կանա, թե ինչ էր։ Հա, YouTube-ը ինչ-որ ինձ այդ մարդը կհավաքի է, չէ՞։ Այդպես մի նայ անգլերեն, տենում ես, նայում ես կոդը գրում է, տենում ես էլ ինչ անում։ Հենց Amazon-ի օրինակ հավաքի Տեսա կտած մի վարքյան դրություն։ համիկը կհավաքի ոնց է։ Համենայն սուբտիտրերը կմիացնի, ես ինչ ստեղծեցի, հավեսս փոխով, բայց էլի շարունակի, ոնց ստեղծածը դա չեմ բանել։ Ինքը դեռև կհավաքես բանկեր, այստեղ նշես թե քանի հատ ապրանք ուզես ու ավելացնես Getcraft-ի վրա, քարտերն ստեղ է։ Պրոստը իրականում այդտեղ լրիվ JavaScript-ին չես գոնե HTML CSS-ով հավաքելով կեթա, հա? Okay։ Այդ սաղ լոգիկաները կան։ Վիկտորա ջան, ինչ հարց էիր տալիս դու։ Ոչինչ, ասա Վիկտորա ջան, ապուշ հարցեր չկա։ Հա, ճիշտ է, հա բա ոնց։
If vedron պայմանը սա։ If-ի խնդիրը գործողություն անելը չի, գործողությունը կատարվում է Վիկտորիա ջան, համակարգի նշանների ներսում։ If-ը, այս նույնն է, որ գերեի if vedron հավասար չէ ինչ-որ բանի, չէ, սրա հետ ես, ասում ես, եթե vedron հավասար է ինչ-որ մի բանի, չէ, եւ այլն։ Սրա մասն ես ասում։ Համին այ, հա, ճիշտ է, օրինակ ստեղ գրել եմ, եթե տոկոս 4-ը հավասար է 0-ի, օքեյ, պայման եմ տվել, պայմանի հիման վրա ալերտն ա եղել կամ չգիտեմ, ես ներքևինն ա եղել հակառակ դեպքում։ Նայեք, հիշում ես, որ ասում էի JavaScript-ը ունի իր նախնական մի քանի բաները, որի հիման վրա ստուգումներ ա կատարում։ Այսինքն, JavaScript-ի նույնիսկ եթե 10 ուղղակի փոփոխական Վիկտորիա ջան, ու չգրես մեծ հավասար, փոքր հավասար չէ եսիմ ինչին եւ այլն, հա։ Եթե sense բաներ չես տալի, JavaScript-ը էսի ստուգումա հետեւյալ ձևով։ Նայումա Վիկտորիա ջան, որ հանկարծ undefined չլինի։ Ապրես, ահա։ Թե ոնց, այս եկա կոդը որ գրել եմ, իր հետևանքն է։ Նայ, Vedro-ի, եթե Vedro-ի արկայության դեպքում այս if-ը պարզ է։ Հա։ Այս Okay, Vedro-ի գործողությունը ստեղ կայանում ասում է, եթե ապրանքը գտել ես պահեստում, նոր մնացածը ստուգի։ Ասում է հակառակ դեպքում Վիկտորիա ջան, ցույց տու որ պահեստում չկա տենց բան։ Նայ, այս if-ի else-ն է։ Ապրես, կա ապրանք թե չկա ապրանք, զուտ էտա։ Կա ապրանք, պահեստում թե ոչ, պահեստում թե ոչ։ Այս հարցին է պատասխանում Վիկտորիա ջան ուղղակի։ Հա, ուրիշ բան չի անում մեր համար։ Մեզի զուտ ուղղակի Վիկտորիա ջան, մի հատ գարանտիա էր պետք, սենց ասած, որ հաստատ այդ ապրանքը կա։ Թե չէ նայ, պատկերացնում ես, ես այդ հսկա լոգիկան, որ ստեղ գրել եմ, առանց պրոդուկտը ստուգելու անել, առանց գոյություն ունենալու անել։ Ամեն երկրորդը, որ ուզենար սխալ ապրանք առնել, գնալու էր կոդս գմփալ։ Այ բավականին չէ։ Չէ՞։ Դրա համար միացրի։ Բան չտի, թակարակը միացրեցի։ Լավ, արդեն մերը։ Ահա, okay, պարզա Վիկտորիա ջան։ Okay։ Լավ խնդիր է, ժողովուրդ, սենց բան չէի գծել, բայց հավես ստացվեց։ Ահա։ Ինչ արինք ընդամենը մի հատ ֆունկցիա ենք գրել, ժողովուրդ ջան, այս ֆունկցիան ծալում եք օգտագործում։ Իրականում այսօրվա մեր հենց դասը ավելի խորացված է փոփոխականների տեսանելիության տիրույթներ ֆունկցիաների առկայության դեպքում ու շատ սիրուն ու սահուն ձևով միամիտ անցանք, հա, որտեղ Վալեր ջան, մենք արդեն հստակ չենք մոռանում ու հիշում ենք, որ կապ չունի ֆունկցիայի ներսի փոփոխականը իր մեջ ամնում, Վիկտորիա ջան, ամեն անգամ ֆունկցիան կանչելուց նոր փոփոխական է հայտարարվում, այսինքն այս ներսի գործողությունները ամեն անգամ 0-ից կատարվում, 0-ից։ Okay, ահա։ Դրա համար երբ որ ես ինչ-որ Վալեր ջան փոփոխական ունեի, որը որ պետք է միշտ պահվեր, ոչ թե ֆունկցիան կանչվելուց մենակ, ես ինչ արեցի, էդի հանեցի ֆունկցիայից դուրս, որ հանկարծ չգմփա հետը։ Okay, ահա։ Հիմա եկեք այս բարդ խնդրից հետո, մեկի մեջով տնայինների խնդիրներին անդրադառնամ, որտեղ կարող է հետաքրքիր բան լինել մեջը, չնայած դժվար է։ Ուրեմն կենտրով կեթան։ Ջերմաշենի փոփոխումը։ Բանը, գրեք ֆունկցիա, որը փոխակերպում է Ֆարենհայթից Ցելսիուսի եւ կլորացնում է արդյունքը որոշակի թվով։ Այս ուղղակի պետք է իմանանք տիկ ջան, բանաձևը ոնց է Ցելսիուսից Ֆարենհայթ փոխելու է։ Ինտերնետում գրում ես ինչ էր ասում։ Ընդդեմ է գրի մատկետ մի հատ բան կա, չէ՞։ Ինչ է սպասի։
Չէ, ասի, դիքը դոր ասնել է, թու, ասի, երկու թիվ էր պահում հետևից, սպասի, ոնց էր դրա, Ինչ է։ որ երկու թիվ է պահում Այն Ֆարենհայթ to Celsius։ Ֆարենհայթ հանած 32 բաժանած 9 տրոփ 5 աղբյուրը։ Այրացա տրոփ 8։ Չէ, Վիկտորա ջան, այս ընթացքային պրոստը բանաձևն էի ցույց տալիս։ Առաջինից անում ենք։ Ժողովուրդ, երկրորդը կանեք։ Նոր սրա մեգան արել ենք։ Ուրեմն նայեք։ Առաջինը ինչ ասում, ողջույն գրեք ֆունկցիա, որը ստանում է անուն եւ ողջույնի հաղորդագրություն։ Եթե ողջույնը չի փոխանցում, այն պետք է լինի բառը։ Լավ։ Չէ, առաջինից սկսում ենք։ Մեջով անելով գնում ենք արել։ Գրեք ֆունկցիա, որը ստանում է անուն։ Լավ։ Function hello function-ն է մեր։ Ահա։ Վիկտորա ջան, ուշադրիր լսում ես, չէ՞ ես։ Ստանում է պարամետրներ, Ուրեմն, ուրիշ պարամետրեր կան, name, նախնադանը բառը։ Name, ստորակետ, ասում է անուն եւ ողջույնի հաղորդագրություն։ Այսինքն մի հատ էլ տեքստ։ տեքստ, որը Չէ՞։ հավասար է բառերին։ Ասում է, բայց եթե տեքստը դրսից չփոխանցեն, այսինքն դու ինչ որ մեկը հատուկ տեքստ չտակես, Վիկտորիա ջան, ոնց որ զեղչերի համար արեցինք։ Նախնական ողջույնի խոսքը լինելու է բառեր։ Հիմա եթե դրսից մեկը ուրիշ ողջույնի խոսք ասի, օքեյ։ Եթե չէ, չէ։ Okay, տեսեք ըստ բանի ասում է պետքա կոնսոլ լոգի միջոցով, հա, թե չէ, ֆունկցիան վերադարձնում է ինչ որ տեքստ։ Տեքստ Չագերտները դրեցինք, գրում ենք տեքստ ու name։ Ես իմացա բան, անչա բդերի բանն է, պրոստը ռետոր բդի արմի տեքստ կումարած նեի։ Մտ բանի մեջ։ Տենց է, զուտ չագերտները վար մանել, հա։ Զուտ չագերտ, Վիկտորիա ջան, այս մասը պարզ է այս ֆունկցիայի։ Կոնսոլ լոգ պետք է անեմ, որ return արածս տեսնեմ, չէ։ Hello-ն կանչեմ, ժողովուրդ ջան, անուն տամ մի հատ, hello, խոսքի։ Ու որպես նկարագրություն ողջույնի խոսք, ոչ թե փոխանցեմ բարևը, այլ նայ Վիկտորիա ջան, եթե այս երկրորդ պարամետրը չտամ, գրելու է բարև ֆելո։ Եթե ես իմ կանչի ժամանակ ես իմ սեփական տեքստը փոխանցեմ, օրինակ բարև անհաջող։ Բարև անհաջող ֆերմիլդան, տախպեր։ Ուրեմն առաջինը բարև ֆելոն էր, չէ՞ տիկ ջան, առաջին վաղ չէի փոխանցել։ Հաջորդը ելնելու է բարև անհաջող Ֆերդինանդ։ Վիկտորիա ջան, քանի դեռ դու քո սեփական տեքստը չես փոխանցել որպես երկրորդ պարամետր, գործելու է առաջինը։ Ալեր ջան, պարզ է։ Վիկտորիա ջան, քեզ։ Ահա, ինչպես որ հարցնում էիր, բա պրոմպտով, չէ, պրոմպտով պետք չէր, այստեղ ուղղակի տես, ես ֆունկցիային պարամետր փոխանցելով եմ ստուգում իմ կոդը։ Հա, ուղղակի ֆունկցիա մի շատ, դու շատ ես։ Իհարկե, hello ու կանչեմ իմ արժեքները։ Ինչի եմ կոնսոլ լոգի մեջ գրել Վիկտորիա ջան, որտեվ կոնսոլ լոգս գրած չի hello-ի մեջ։ Hello-ն return ան ուզում։ Hello ֆունկցիան ասում է դու ես տեքստդ կկազմեմ, դու կշպրտեմ քեզ։ Դու ուզում ես բռնի ինչ ուզում ես արա ասում, հա? Okay։ Լավ։ Այսի առաջին ֆունկցիա։ Երրորդը, հա, կենտրոնով։ Ինչ ասում, գրեք ֆունկցիա, որը կրկնում է փոխանցված բառը որոշակի անգամ։ Ահա։ Function, չէ, function։ Բառ պետք է սպասի, չէ՞, մեր ֆունկցիան ու քանակ։ Ահա։ Խնդիրը ասում է repeat text, չէ՞, sense դնեմ անունը, ժողովուրդ ջան։ Հենա, ինքը repeat word ներողություն։ Repeat-ը անգամն է, հա։ Repeat կրկնել։ Կրկնել բառը, word, հա, կրկնել բառը ֆունկցիային գրե Վիկտորիա ջան։ Որտեղ ասում է դու ինձ ասա ինչ բառն ես, հա, օրինակ word-ը փոխանցենք, word-ը պարտադիր բան, բառը։ Ասում է բառը առաջի պարամետրով միշտ պետք է ուղարկես, Վալեր ջան, ձև չունես։
ու ասում է count-ը, չէ, count-ը, քանի անգամ։ Բայց նաև Վիկտորիա ջան, նշելա, որ քանակը նույնիսկ եթե չուղարկեն, դու նախնական 3 անգամ արա։ Կուղարկեն ուրիշ պարամետր, okay, без проблем։ Այո, let full text-ը հավասար է դատարկ տեքստ։ For let in հավասար է 0-ից մինչև Իմ փոքրը բանից, անչը որդից, իմ փոքրը count-ից։ count-ից, Ոյ, պլյուս, չէ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ես միած ստուգեմ տենամ քանի անգամ։ Այստեղ ժողովուրդ, Վիկտորիա ջան, այստեղ ինձ ինդեքսները պետք են։ I փոփոխականը ինձ պետք է вообще։ Հա։ Ուղղակի պետք է տեքստը կրկնվեր, այսինքն նույն տեքստից պետք է մի քանի հատ ունենանք։ I փոփոխականը որպես այդպիսի ժողովուրդ, բառադի բանա, պետք չի։ Ցիկլը ինձ պետք է, բայց հենց I փոփոխականի արժեքը ինձ բացարձակ պետք չի։ Okay։ Ապրես, հենց I փոփոխականը որպես այդպիսին չէ։ Տեսեք ժողովուրդ ջան, միշտ չի որ դիք ջան, քեզի in պետք է։ Հա, տես օրինակ այս դեպքում ես շահագործեցի ֆունկցիան նրա համար, որ զուտ այդքան անգամ կրկնվեր, Վալեր ջան, ինձ իրա թվեր մվեր պետք չէ։ Զանգվածի հետ գործ չունեի, ես որ դնեի ինդեքսները օգտագործեի, ես ինչ անեի։ Գնացինք։ Այ քեզի հրաշք։ Ֆունկցիան չեմ կանչի։ Չէ, կոնսոլից քանակն եմ հələ որ ուզում տենամ դրա համար։ Բառը փոխանցեմ օրինակ hello ու քանակ չտամ։ Քանակը նախնական ինչքան է? 3։ Հիմա կոնսոլ լոգով ես 3 հատ թիվ պետք է տենամ։ 1 2 3 всё точно ինձ հետ է։ Ջան։ Հələ չեմ վերջացրել խնդիրը, Գուրգեն ջան, պրոստը ուզում եմ default պարամետրս ու ցիկլը ստուգել։ Ես մինչև ժողովուրդ, տեսեք ես ինչ դանդաղ եմ միշտ ամեն ինչ առաջ գնում։ Ես մինչև վստահ չեմ, որ ինձ ցիկլը տոշնի գծել եմ ու տոշնի անում, ես առաջ չեմ գնալ։ 5 գրեմ։ 5 անգամ պետք է թիվ տենամ, չէ՞ դիք կոնսոլում։ Ահա։ 0 այն մյուսը խառնոցրա։ Հեսա 0 1 2 3 4։ 1 2 3 4 5, չէ՞։ Հա, ինձ 0 եմ, հա։ 0-ից եմ սկսել։ Բայց դե թիվը քանի որ իմ համար կարևոր չէ, ես դրա համար չեմ կենտրոնում, ինձ քանակությունն է հետաքրքիր։ Ինչ եմ գրել, full text-ը։ Պլյուս, հավասար է ինչի՞։ Ինչ եմ արել Վիկտորիա ստեղ։ Ամեն իտերացիայի ընթացքում full text կոչեցյալին, այդ մեր հիմնական տեքստին, կպցրել եմ մի հատ։ Այո։ Հիմա սա էս պետքա կոնսոլ լոգի մեջ տնեմ, չէ՞ ժողովուրդ ջան, որ տենամ ինչ է տպում, թե չէ, որտեղ ֆունկցիան արդեն արժեքա վերադարձնում։ Ահա, այսինքն մի դեպքում hello-ն ժողովուրդ ջան 3 անգամ է կրկնվելու, չէ՞ Վալեր ջան։ Երկրորդ պարագայում 5, չէ՞ դիք։ Ահա։ Գնանք ստուգենք, գնացինք։ Ուրեմն hello-ն 3 անգամ, hello-ն 5 անգամ։ Էս չէ՞։ Պարզա Վիկտորիա ջան։ Վալեր ջան, քեզ պարզա։ Ահա։ Գնացինք 4-րդը բաց կթողեմ, կգնամ 5-ը։ Function ինչ էր ասում Fahrenheit to Celsius, Fahrenheit to Celsius։ Բանաձև ունի, չենք կարող։ Այստեղի բանաձևով ասում է ուրեմն մի Celsius-ը հավասար է Fahrenheit-ից հանած 32 բաժանած 9/5։ Լավ։ Ինչ ասում, հələ մի հատ մինչև բանաձևը հասնել, ասում է գրեք ֆունկցիա, որը փոխակերպում է Fahrenheit-ի Celsius-ի եւ կլորացնում է արդյունքը որոշակի թվով։ 10-որդականների։ Default-ը 2։ Ժողովուրդ, այս default-ը 2-ը գիտեք ինչն է։ Կլորացման արժեքը։ Ապրես։ Ասում է default կլորացումը to fix it։
Default կլորացումը ասում է, արա, ինչ գրեցի։ To round-ը գրեմ, լավ, round։ Round-ը դնեմ 2 ժողովուրդ ջան։ Վիկտորա ջան, ինչի 2 դրեցի, խնդիրն էր ասում, ասում էր նախնական 2 սպասի կլորացման թիվը։ Հա? Կետից հետո քանից։ Ինչ, Վիկտորա ջան։ Կետից հետո Ճիշտ ես։ Առաջի պարամետրը պետք է փոխանցեի Fahrenheit-ը, չէ՞։ Ֆարգերեն, էլի։ Առաջինը Fahrenheit-ից չափն է, Գուրգեն ջան, երկրորդը round։ Դու հայելի բանը թե կետից հետո քանի նիշ թողի։ Ավելի շուտ այդ բանով էլ կլորացնի պոչը։ այդ բանը չի ասում։ Ջան, հա այդ ասում։ Ասում է նախ փոխի Fahrenheit-ից Celsius-ի, հետո ասում է նոր կլորացրու տունձի։ Հա? Ինչ է, բա այն -32-ը ոնց ենք անել։ Celsius-ը մեկ Celsius-ը -16, չէ, մեկ Fahrenheit-ը -16 Celsius-ը հասկացան։ Որ բաժանում իրար վրա Այս -30։ Ահա, նայ, Վիկտորա ջան, ասում է Celsius-ը հավասար է Fahrenheit-ի թվից, օրինակ 100 է ուղարկե, չէ, Fahrenheit-ը։ Ասում է այդ 100-ից հանի 32 բաժանի 9 բաժանի 5։ Այսինքն նոր բաժանած 1/8-ի, լավ, կլորացրած։ Սա թիվը թվից այդ Fahrenheit-ից հանի 32-ը բաժանի 1/8-ի։ Կոնստանտ Celsius-ը հավասար։ Հակագծերի մեջ Fahrenheit ոնց էր բանաձևն արտակ լինում դերից հանած 32, չէ Վիկտորա ջան։ Այո, բաժանը։ Մի հատ է ասում էր S-ի բաժանի 1/8-ի։ Բայց այդ բաժանածը չէ կա բաժանը։ Ես կարամ գրեմ, հա, որ 5 բաժանած 9 բաժան։ Այդ է, կարամ շես գրեմ, բաժանած 5 բաժանած 9։ Հասկացա ինչ ես։ Չի հաշվի, կլորացրած չի հաշվի, կհաշվի 10։ Այո։ Հա? Սենց չի, ժողովուրդ, ինքը իրական բանաձև ասում է բաժանի 5-ի բաժանի 9։ Այո։ Սենց չէր։ Ուրեմն, այս փակագծի արժեքը Հալեր ջան, ինչի այստեղ փակագծի մեջ դրեցինք, որտեղ մեզի պետք էր որ մինուսը լիներ, հա, այսինքն հանումը կատարվեր, հետո նոր բաժանումը, դրա համար փակագծի մեջ վերցրեցինք, հա, առաջնայինություն տվեցինք փակագծի մեջի գործողության, խմբավորեցինք։ Ալա 9 5-րդը, չեք ասում, որ պետք է բաժանի 9-ը հետո 5։ 5-րդ է։ Հեսա, 5-րդ։ Այստեղ բազմապատկած բացի 5-րդը։ Ժողովուրդ, բայց չէ, օքեյ, 9 5-րդ։ 9 5-րդ, չէ։ 9 5-րդ, այսինքն բաժանած 9 բաժանած 5։ Հա։ 1/8-ի։ 9 բաժանած 5-ի ինչ բան է։ Հա, լավ ճիշտ է։ Դա դրա համար են 1/8 գրել։ Եկեք գրեմ միանգամից 1/8։ Այստեղ ֆորմուլա մի քիչ ջերի է տված, 32-ը։ Ну, Fahrenheit-ից հենց 32, բաժանապատկած, բայց բաժանած չէ, բաժանապատկած։ 5/9-ով, դեղերը փոխել են բաժանապատկում ասած։ Դրա համար նույն ուստեղ 5/9, 9/9-ը։ Դեսի չունեմ։ Ահա, կանչենք ֆունկցիան ժողովուրդ ջան, մի հատ Fahrenheit-ի թիվ գրենք 100-ը, round-ի քանակ հələ round-ը չեմ օգտագործել ժողովուրդ ջան, հա, հələ ուզում եմ Celsius-ից բանաձևը ստուգել։ 37.777. Որը в принципе լագիշնի թիվ է տալի։ Փորձենք Վալուր ջան։ Ոնց ստուգենք։ Ուրեմն գրենք on-line կալկուլյատորով գնանք, չէ՞, տանք այստեղ 100 Fahrenheit։ Հեսա։ Okay, Վիկտորա ջան, մեղա։ 37, այդ ինչ են դրել Ժամանակը Celsius-ը դրել չէ դրել։ Celsius-ը։ Get to fix it, դու երուս չարի, To fix it round, չէ՞ Վալուր ջան։ To fix it round չէ։ Ահա։ Կարող եմ return գրեմ console log-ի տեղը։ Թող ֆունկցիան վերադարձնի ինձ փոխած Celsius-ով։ Ահա, համի ժողովուրդ ջան, round-ը ես կուզեմ, օրինակ եսի գրեմ console log-ի մեջ, եկեք գրեմ console log-ի մեջը, գրեմ եսի, թող տպի։ Ու տիկ ջան, մի հատ է տակից գրեմ console log-ով։ Հա, ու գրեմ console log-ով,
100-ը ու խոսքի 3-ով։ Ինձ պետք է 37 franc Հա, 37 ու 78 ու 7 ու 8։ Այն վերջի փոչը միշտ ինքը կլորցնում է, Ալի դեպ բալում չի կարա, էլի։ Չէ՞ դի։ Եթե Կարող չէ։ Ահա։ Հաջորդը խնդիրներ։ Արացի տա 7-ներ փոխել, հա։ Փոխել, ինչ փոխարկել խոսքերը։ փոխարկել Ավտոմատизացված տեքստի, օքեյ, լավ։ Արացի տա դարձա ես մոդալը ջոբին որդիգեմ Սա վալետնիկը շուտ կերեք։ Դու որն էիր հարցնում, Գուրգենջան, 9-ը, ես մինեմ դրանից է, որ Երևան դարձնայում էի, ինչ պետք է որ զանգված սարքից բրեն ֆոր խրասնես։ Կներես, մեն ուրիշ բան Ես առանց զանգված է կարող նախադասավորը փոխել Նախադասության վրա ֆոր կարաս ֆորաս, բայց բառերը իրարից առանձնացնել չես կարող։ Բանապերը չի ինքը հաշվելու ինչ-որ բան Ինձ հայրսում եմ։ որ ես ինձ ունենամ օրինակ բան երկու համ փոքրատար արբեր, համ մեծատար արբեր Ինձ ես Կլուծվի, բայց այսինց Ես, մոտավորապես մի քիչ դժվար է մեջում Եթե ես առաջինը ուրեմն արի ավելի քո ասած ճամփով ավելի կարճ արի առաջարկել։ Կարաս ֆոր ֆորաս սաղ սիմվոլների վրա։ Չէ, դա մտածես չի կարող։ Դրանք համեմատեմ, եթե առաջի բառը Պետք է նայես պրաբելից առաջ, պրաբելից հետո կամ պարաբել պետք է նայես եթե քո սիմվոլի նախորդ սիմվոլը։ Հա? Հա, օքեյ։ Դեք նա ինչ եմ առաջարկում։ Ամեն սիմվոլի նախորդ սիմվոլը եթե պրաբել է եղել, ուրեմն էդի պետք է մեծատար դառնա։ Չէ՞։ Նայելի, օրինակ տեքստի չէ, i-1-ը Այտենց քանից հետո եղել է հավասարապար պրաբել, ուրեմն այդ i-երորդը ես այդտեղ չեմ մտածել, ճիշտ Էդի ավելի քո ասած ճամփով ավելի կարճ է, Ես չեմ մտածել, որ ես տեքստի երրորդը կհամադրել փոքրատար արբերի հետ, գտնեմ, հետո այդ ինդեքսը կփոխեմ, քանել կդնեմ մեծի մեջը, հետո այդ մեծի երրորդը կբերեմ դնեմ բանի մեջը, տեքստի մեջը։ Նու մոտավորապես այդպես եմ բանալ։ Հա, բայց շատ է։ Այդ Սարերով ծորերով անում են։ Տա։ Okay, լավ եկեք գրենք։ Չէ, թող Այններորդ ինչա գտնել օգտատիրոջ ինդեքսը։ Այսինքն քեզ բան է։ User sonu. Կլիկելն է սարունչ է։ Հա, ստեղ զուտ բանը պատվով Չի պատվերի գինը։ Պրոստը անունով պետք է եթաս գտնես, find անես այստեղ։ Հա, եթե չէ, այնտեղ բան ես տալի դու, ֆունկցիա name ես տալի, ու նա ուրիշով բան ես տալի։ Բանը մենակ name ես տալի, պարամետր name ես տալի։ Ֆունկցիան սպասում է համ զանգված, համ անուն։ Դե լավ, մեկ զանգված դու, մեկ name դու, գնա ֆորքորա զանգվածից վրա, ստուգ եթե օբյեկտ է քի բանը, այդ միջի զիբիները։ Օբյեկտը։ Կարիք չկա ստուգելու, հա, ֆիքսված դատա։ Օբյեկտը այնտեղ, եթե այս փուս ասես કે ոչ մի դրա value զանգվածը վերեն ֆորքորը, այնտեղ տպի այս Դոկումենտ user getting հավասարանի, correct-նանի Ուսուցիչ չեկան։ Չի բացասության։ Հատը երոր ուզում եմ սա ստուգումները անես։ Եթե ստուգումները անես, հա, Google-ը այդ արվով հաստատ ինչ գիտես, որ users-ը ոչ մի users են ուղարկել։ Հա, զուտ սցենարային հարց է, արդյոք մեզի հետաքրքրում է այդ սցենարը, թե չէ, հա։ Ինձ ռետուր կանես,
զանգվածը կտես, ռետուր տարը, բանը, այդ քարտեզը իզեցնեք է, քանի անգամ պետք է, քանի կախված բանից, անունից, հետել բականի, ուտը զույթևերնեսի վապշե հեշտը, խորուխորս պիրիհետը, ինդ խորուխորում ես, զրո, եթե ռետուրալը, եթե հավասար զրո է, ռետուրալը թլու, in եթե հավասար զրոյի, ռետուրալը թլու, դե չէ, խորս, Okay. Okay, Ժորժը, 7-ը ինչ էր ասում, մոռացած։ Մեծատար, ամեն նախադասի Հա, ամեն, okay։ Հիմա function to copy Ժողով ջան, այս ֆունկցիան ասում է նախնական մի հատ բառ ունեցի, հա, word-ը։ Լավ, գերենք տեքստը հավասար է։ Ալո ջան, ասում է նախնական մի հատ տեքստ ունեցի, hello world։ Որ ասում է դաժե եթե դսից չփոխանցեն, դու այս տեքստի համար արա այդ։ Կանչենք ֆունկցին։ Հա, մեծակալը որը գերենք մեկի, որը բանալը։ 7-ը, հա։ Console get log։ Ինչ console log։ Բալես ջան, հիմի տեքստը ասում է ամեն բառը մեծատար։ Ամեն բառը։ Ոչ թե չի ասում սա աղ տեքստը սարքի մեծատար։ Ասում է տեքստի ամեն բառը մեծատար, արվեց։ Այդ տեքստը մեր hello world-ը չէ։ Այս պահին, բա որ փոխանցեց մեկը, նախնական արժեքն է hello world-ը։ Հայ, դասից ես կարամ փոխանցեմ, ես իմ ինչ-որ լորեմ, իսպում, սիտ, ամիտ, հրոմյական աղոտքա է։ Ահա։ Պատկերացիք չէ արդեն ինչ մասին ախոսք։ Եթե ամեն բառը մեծատար 20 չէ, որ տեքստն տանում է։ Չէ, ամեն բառի առաջին տառը։ Օրինակ նայ, սենց պատկերացու, սրա արդյունքը ստանալու եմ լորեմ, իսպում, ամեն բառի 0/3-ը մենք սիտ, ամիտ, այո, ամիտը մեծատար, ամիտ, այս, ոնց անենք, Վալուս ջան։ Տեքստը բաժանեմ բառերի։ Constant, splitted words, չէ՞։ Տեքստը split անեմ, split, կադրել, ջարդել, փշրել։ Join-ը անթակարակ զանգվածից սարքում էր տեքստ, հետ էր կպցնում։ Տեքստը split անենք պարաբելով, okay։ Նա տպենք տենանք հաստատ տոշնի այրեցը, չէ։ Գնացինք նայենք։ Այնա։ Hello world, չէ, լորեմ, իսպում սիտ ամետ, նայ, ստացա սաղ բարերը թակ-թակ։ Սիտ տալով, չէ, ահա։ Իս վերևին եկ։ Okay։ For ֆրանք, համաձայն է, for let text of splitted here։ Հետո, նավ եկեք console log անեմ տեքստը ամեն անգամ։ Արա text of չէ, word of, text փոփոխականս կրկնվելու է learning հայտարակ։ Word բառը։ Ահա, սաղ բառերը hello world, առանցից ստացել եմ lorem, իսպում, սիտ, ամիտ, հա։ Բառերը, այդ 0/3-ը դասում եք to uppercase։ Ահա, բայց որդ է հետ պահեմ։
Դու վերջում վերջնական տեքստ պետք է ստանաս։ Այդ բանից առաջ, կոնսոլից առաջ։ Ինչ անեմ կոնսոլից առաջ։ Նույնիսկ մենք լեդի օպերային օրինակ 0-ը Ինչի վրա որ ֆորֆորա բանը։ Հանուն իդեա գրում է որ տարբերություն չկա որ քառակուսի փագից է Որը բառը չի։ Քեզ ինդեքսը հայտարարի ինքը որ Ինչ հայտարարի։ ֆորֆորություն չի լցնում որը գրում ես հավասարա կոնսոլ տեքստի երրորդը հավասարա դες որը հավասար Այսինքն Word-ի 0-րդը Գուրգեն ջան։ Ինչ անեմ։ Քեզ դու ապրես։ Դիք համաձայն ես։ Չէ։ Ինչը։ Ասա դիք ջան, քո տարբերակն է։ ես իո եմ զրոյով я բարաշ եկալու ամեն բարը Բառնա։ Չէ, 0 չէ, կներես, նայ։ Ես for-ն ֆրացի ոչ թե տառերի վրա, այլ բառի։ բառի Հա? Այդ որը հելո Բառի 0-րդը ջոգիր, բառի 0-րդը։ հելոյի որտի 0-րդը։ Ահա, լավ, օքեյ, ժողովուրդ, մի մեծատարերով ստացել եմ, քյարս ի՞նչն է։ Have, ստացա, hello, ստացել եմ։ արդեն join տանք Ում է։ Մենակ առաջի տարերն ունես մեծատար սարքացում, ինչ եք անում։ Join-ը գիտես երբ աշխատում։ Երբ որ զանգված ունես։ Բառի զանգված Սպլիտ մի բանի զանգված չէ։ Չէ՞։ Էնի զանգված է, բայց հիշում եք, չէ՞, ես մի զանգվածի մեջ փոխել եմ ինչ-որ մի բան։ Ես պրոստը Word-ի 0-րդը եկալ է առանձին to uppercase եմ արել, քիչ եմ։ Այն բանը սպլիտ ես ինչը հավասար է Word-ի 0-րդ եւ uppercase։ Ինչը։ Այդ զանգվածը, չէ, բանը Word-ը, հա, կոնսոլը Word-ի 0-րդ եւ Word-ը հավասար է։ Word-ը ուղղակի for-ի մի հատ տուֆտա փոփոխական։ ես slice եմ արել միակի դուրեն օգտարանը Ժողովուրդ, վերջնական բառը գոնե կոնսոլոգով մի հատ կարամ ստանամ։ Մենակ W-ն ու բանն եմ ստացել։ Ես Word-ի 0-րդին պետք է գումարեմ։ Գուրգեն ջան, Word-ի 0-րդին պետք է ես գումարեմ բառի մնացած մասը։ Word-ից կետ slice, չէ՞։ Առաջինից մինչև վերջ։ 0-րդը պետք է փուստ տամ։ Slice-ը ինչ անում, Վալեր ջան, կտրում է բառից, ինչ որ ինդեքսից սկսած մինչև վերջ։ Հիմա առաջին տառը ես պետք է բաց թողեմ։ Հենց պետք է առաջի տառը մեծատար պլյուս մնացածը։ Ես հիմա բառը կոնսոլ լոգում կստանամ արդեն իմ ուզած ձևով։ Hello Word։ Հիմա մնացել է ժողովուրդ ջան, մի հատ թազա զանգված սարքեմ, այս հին զանգվածի հետ Գուրգեն ջան, գործ չունես կամ եթե ուզում ես հին զանգվածի վրա անես, for-ով չպետք է անես։ Չէ՞ տիկ։ Ահա, տիկոն էդ էր ասում, ասում ախպեր քեք սովորական բանով անում։ Ահա, let i չէ 0 in փոքր է split-it words-ի length-ից, չէ, Վալեր ջան, -1 i ++, ճիշտ է։ I ++, դե արդեն քանի որ ինդեքսներով գնացի, պետք է ասեմ Վալեր ջան, Word-ի ներողություն, split-it words-ի, չէ։ I երրորդի 0-րդը։ Այս split-it words-ի I երրորդը բառն է, հա, առաջի բառը, երկրորդ բառը, երրորդ բառը։ 0-րդն է բառի առաջի տառը։ Ու նույն բանը ստեղ split-it words-ի I երրորդի slice արած 1-ից սկսած է։ Ինչ արեցի, առաջի տառը, լյուբոյի բառի առաջի տառին գումարեցի բառի երկրորդ տառից սկսած է, հա։ Կոնսոլով հլմյաց դուք ենք Վալեր ջան, տենակ այս ցիկլ միկլի մասերը նորմալ փոխենք, թե մի բան փուստ տվի։ Մենակ հելոն տպեց ախպեր, տեսակ որ փուստ տվի։ Բայց ինչի։ Ինչն եմ փուստ տվի։ Տո հերիք չի գրել եմ փոքր է, աբրես, հերիք չի գրել եմ փոքր է, մի հատ է -1 եմ արել։ Կամ պետք է գրեի փոքր է split-it length-ի, սրա length-ից, կամ պետք է գրեի փոքր հավասար է հանած 1-ով։ Յայն պետք է անեի յայն, երկուսն է դրել էի, դրա համար վերջի բառը չեղավ, տեսակ։ Ստացա, հելոն էլ Word-ն է։ Ինդեքսը ունեմ Վալեր ջան։
եղած զանգվածի մեջը կարամ ասեմ, որ այս զանգվածի i-երորդը in բառն էր 0-րդ բառը փոխարինի այս դրանով թազա բառով չէ թազա տեքստ եմ չէ ես ստացել ասեցի առաջի բառը փոխարինի սրանով երկրորդ բառը փոխարինի սրանով երրորդ բառը փոխարինի սրանով всё գնաց այդպես անվերադարձ սպլիտից որցը տպենք վերջում ես տես չօգտագործեցի թազա զանգված բալա ջան կարայ դատարկ զանգված վեգալ եմ մեջը փուշանի հա բայց ես գնացի այն ճանապարհով որ լուչ այդ բառը տեղը դնեմ պրոստը այսինքն վեկալ եմ հիմնական բառը այս տրյուկի միջոցով հա վերցնեմ 0-րդ upper case անեմ Գուրգեն ջան գումարեմ պոչը հետ դնեմ տեղը հա մի հատ տենամ զանգվածը ինչ տարա ոյ քվերը մենա տարա hello fort այնի առաջի կոնսոլը սա էլ այս կոնսոլն այդիկ ջնջենք ուժեղ դարավ ամի ինչ մնաց վալր ջան ասում եմ երկար սպասված join զանգվածի վրա կանչում եմ get join ասում եմ պարաբելով ամեն բառը մի հատ պարաբելով բանը ու մի հատ ուժեղ գնանք լորեմ իսպում իմար ստուգեն գնացինք ես երկրորդ ֆունկցին է բացեմ Ոպա լորեմ իսպում սիտամ է ցավ մեծատարու ուժեղ բանով էլի ամեն բառի առաջ տարը մեծատար ահա լավ չի ես չէր պետք ես էր պետք default պարամետրը ստե ինչ էր զուտ բառներ էսի իրականում default պարամետրը չէր քան ինչքան խնդրի ալգորիթմիկ բարձություններ են իրականում տրյուկ էր պետք զուտ այս տրյուկներ ձեզի պակասում ու փոխեիք տեղը թե մի հատ ուրիշ զանգված կարեք մի հատ բանանեիք սարքեիք ապրես մեջը սարքը գործանի բրցնի Այս 8-րդը ֆունկցիա որը որ պետք է true false ուղղակի չէ վերադարձնում Հա, լավ չեմ մնացել տեսակ ժողովուրդ ինչքան խնդիր լուծեցինք այսօր լավ էր չէ հա Գուրգեն ջան շատ մի բարդացր տեղից բարդ հա ինչքան մի քիչ էլ ես բարդացնում բայց մի այլ բան արեք այն ամենապրիմիտիվը մի գնացեք հա մի քիչ լուրջ հավեսում եք բան գրեք որ այսպես արեցին точно լուծումն որ պետք է լիներ էլ հա ժողովուրդ ջան այսօր ամենահիմնական առաջի հերթին ամենակարևորի համար որ դուք խնդիր լուծել սովորեք տեսականով ժողովուրդ ջան բայց խնդիր լուծելը հա խնդիր լուծելը լրիվ ուրիշ աշխարհ է եկե մարդկա տեսական գիտելիք որպես այդպիսի շատ չունի բայց իր խնդիր լուծելու կարողությամբ ինքը բավականին լուրջ հաջողություններ է այտենց հասկացողություն կա չէ ասում պրոֆեսորի ու բանի ուստի տարբերությունը որն է ասում պրոֆեսորը տեսական գիտի գործնական չգիտի ուստեն գործնական գիտի տեսական չգիտի հա այդ որ ուզում ես դառնաս լավ մասնագետ համ պրոֆեսոր պետք է լինես համ ուստա օքեյ ամենակարևորը դա դրա համար իմ համար շատ կարևոր որ համ լավ խնդիր լուծեք համ այդ տեսական այդ գիտելիքները ամբողջական լրիվ պատկերացնեք հա օքեյ ժողովուրդ օքեյ այսօր այսքանով հա ինչ